Ճանապարհը, որ տանում էր միջնաբերդը, անցնում էր ապառաժութ դար և փոսերի վրայով։ Նա մերթ քերում էր խորաձորի ժայռերը և մերթ բարձրանում թմբերի վրա։ Այդպիսով ուղին դառնում էր դժվարագնաց, իսկ շատվոր մարդկանց համար անանցանելի։ Այս պատճառով իշխանն ու յուր հետևորդները գնում էին շատ տեղ միմյանց ետևից, կազմելով այդպիսով մի երկար շարք։ Վեհափառը այդ միջոցին եպիսկոպոսներից մինի հետ կանգնած էր դղյակի պատշգամբում։ Նրա առաջ բացվում էին գեղեցիկ տեսարաններ, մինը մյուսից գեղեցիկ, մինը մյուսից հաճելի, բայց նա չէր նայում նրանց վրա։ Ոչ գեղեցիկ արագածը, որ ամբառնում էր արևելյան հյուսիսից յուր չորս փրկաձև գագաթներով, ոչ կապույտ լեռը, որ եզերում էր հորիզոնը հարավից և ծածկում յուր ետևում երասխի ալիքները, ոչ արշարունյաց ձորահովիտը, որ բացվում էր արևմուտքից, ոչ գեղադիր բագարանը, որ տարածվում էր յուր առաջ հարուստ շինություններով և գմբեթազարդ եկեղեցիներով, ոչ արագահոս Ախուրյանը, որ խորաձորի ժայռերը կոծելով մռնչում էր յուր ոտքերի տակ և վիշապի նման գալարվելով բերդի շուրջը պատում, և ոչ էլ վերջապես ահարկու քերծերն ու խարակները, որոնք կախվում էին անդունդների վրա կամ սեպաձև ցցվում խորաձորի ափերին, չէին գրավում այդ րոպեին վեհափառ հոր ուշադրությունը։ Նա յուր հայացքը սևեռել էր ապառաժուտ կածանով հառաչացող խմբի վրա։ Ովքե՞ր են արդյոք դրանք, ինչո՞ւ են դեպի միջնաբերդը դիմում և այն միջօրեի ժամանակ, երբ արևը կիզում է վերևից, իսկ ջերմացած խարակները ներքևից, մտածում էր վեհափառն ինքն իրեն, սակայն եկվորների ով լինելը չէր կարողանում գուշակել։ Բայց ահա վերջապես նրանք մոտեցան բերդի լանջին, մի քանի քայլ ևս, և նրանց ով լինելը կիմացվեր։ Այդ նա է, այո, նա ինքն է, տեսնես ինչ ունի այստեղ, ֊ բացականչեց հանկարծ կաթողիկոսը, ճանաչելով մարզպետունի իշխանին, որ մեծաքայլ և քաջալանջ դիմում էր դեպի բերդի դռները։ Ո՞վ, վեհափառ տեր, ֊ հարցրեց եպիսկոպոսը, որ մինչև այն խոսակցում էր նրա հետ։ Նա, այն անհանգիստ մարդը, որ ստեղծվել է հավիտյան թափառելու համար, ֊ ասաց կաթողիկոսը, վախենալով կարծես թե յուր ձայնը կհասնե մինչև բերդի ստորոտը։ Բայց ո՞վ է նա, ֊ հարցրեց եպիսկոպոսը երկրորդ անգամ և բարձրացավ տեղից եկողներին նայելու։ Մարզպետունի իշխանը, անշուշտ անհաճո մի նորություն է բերում մեզ, ֊ հարեց կաթողիկոսը, գուշակելով, որ իշխանը գալիս է յուր հանգիստը վրդովելու։ Ինչո՞ւ անպատճառ անհաճո նորություն, ֊ հարցրեց եպիսկոպոսը։ Չգիտեմ, ինձ է այդպես թվում, ֊ պատասխանեց վեհափառը և քաշվեցավ սենյակը։ Մի քանի վայրկյանից ճռնչալով բացվեցան բերդի երկաթյա դռները, որոնք գտնվում էին երկու աշտարակների մեջտեղում և հանդեպքն ունեին հաստատահիմն պատվար։ Բարձր պարիսպները, որոնք գրկում էին լայնադիր աշտարակներ, ներսից ավելի անմատչելի էին կացուցանում բերդը։ Իշխանը, նայելով յուր շուրջը և տեսնելով այն զորությունը, որ հավաքել էր այնտեղ սպարապետը, ակամա ժպտաց։ Յուր այդտեղ գալը նա անմտություն համարեց։ Մի՞թե կարելի է գաղտնիք վստահանալ մի մարդու կամ անձնվիրություն պահանջել մի հոգևորականից, որ դողում է յուր կյանքի վրա և յուր անձը այսպիսի ամրությունների մեջ է խնամում, ֊ շշնջաց նա ինքն իրան և առաջ անցավ հուսահատ սրտով։ Վեհափառը, սակայն, ընդունեց իշխանին սիրով և օրհնությամբ և, բազմեցնելով կողքին, յուր գոհությունն ու անսահման հիացումը հայտնեց այն քաջագործությանց համար, որ նա կատարել էր միայնակ։ Ես կամեցա ապացուցանել մեր իշխաններին և քեզ, վեհափառ տեր, թե մեծ գործեր կատարելու համար հարկավոր չեն մեծ ուժեր,
այլ միայն հաստատուն կամք։ Թե հայրենիքը փրկելու համար չպետք է սպասել հաջող հանգամանքների, ոչ էլ իշխանների ձեռնտվությունը մուրալ, այլ պետք է հուսալ միայն Աստուծո և սեփական բասկի վրա ու անձը նվիրելու չափ հայրենասիրություն ունենալ։ Ես ապացուցեցի այդ կարծյաց ճշմարտությունը, այժմ ձեզ է մնում հետևել իմ օրինակին, նկատեց իշխանը, օգուտ քաղելով կաթողիկոսի խոսքերից։ Ինչ պիտի անենք մենք, հարցրեց կաթողիկոսը անհանգստանալով։ Ձեզանից յուրաքանչյուրը պիտի կատարե յուր պարտքը։ Այսինքն… Իշխանը հայտնեց նրան մի քանի խոսքով դվինը գրավելու համար ունեցած յուր դիտավորությունը, այլև վեհափառի յուրաթոռը դառնալու մասին ունեցած ցանկությունը։ Դու կամենում ես դվինը գրավել, զարմացած հարցրեց վեհափառը։ Այո, և որքան կարելի է շուտ։ Եվ դու չես վախենում Ամիրապետի բարկությունից, արաբական հզոր բանակներից։ Ախր ով է Ամիրապետը։ Մենք մեր թագավորն ունինք, բացականչեց իշխանը եռանդով։ Բայց դվինը նրա կալվածն է։ Նա տիրում է ոստանի մեծ մասին, ճակատքը, կոգովիտը, մինչև անգամ ծաղկոտը նա համարում է տուրուբերանի մասը, որին և տիրում է ամբողջապես։ Եվ դրանք ուրեմն գարշելի հագարացու սեփականությունն են, բարկացած հարցրեց իշխանը։ Առայժմ այո, պատասխանեց կաթողիկոսը հանգիստ ձայնով։ Ոչ, հազար անգամ ոչ, պատասխանեց իշխանը։ Հայոց երկիրը հայերին է պատկանում։ Դվինը Խոսրով թագավորի ձեռակերտն է։ Ճակատքը, կոգովիտը, ծաղկոտը մեր արքայանից նահանգի գավառներն են։ Տուրուբերանը Մամիկոնյան տան սեփականությունն է։ Հայաստանի ամեն մի գավառը մի հատոր պատմություն ունի։ Ով կարող է այն ուրանալ։ Դու, որ հայ ազգի պատմություն ես գրում, ինչպես ես կարողանում այդ վկայությունը տալ գարշ արաբացու համար։ Եթե այս րոպեին երևութանար այստեղ պատմաբաններիդ նախահայտ խորենացու ոգին, կկարողանայիր արդյոք կրկնել նրա առաջ այդ վկայությունը։ Բայց ես ասացի առայժմ։ Ոչ առայժմ և ոչ առհապա, ընդհատեց իշխանը։ Արաբացին Արաբիայում պիտի իշխե և ոչ թե հայոց երկրում։ Թող այդպես լինի, ես չցանկացողը չեմ։ Այդպես կլինի, վեհափառ տեր, եթե չես հապաղիլ խնդիրս կատարելու։ Ինչ խնդիր։ Մի վայրկյան առաջ հայտնեցի, դու պիտի վերադառնաս քո աթոռը։ Դվին։ Այո։ Բայց ախր ինչ օգուտ ունի քեզ համար իմ վերադարձը։ Ես կռվող չեմ, ոչ էլ զորախումբ ունիմ, որով կարողանայի քեզ օգնել։ Եթե դու մտադիր ես դվինը գրավել և հույս ունիս քո զորության վրա, գրավիր նրան, ազատիր քաղաքը հագարացիներից։ Այն ժամանակ ես կվերադառնամ իմ աթոռը, քո կյանքը լիաբերան օրհնելով։ Կամենում ես անիծիր ինձ, միայն վերադարձիր այժմեն իսկ, քանի ոստիկանը բացակայ է դվինից, և քանի իմ զորքերը չեն պաշարել նրան։ Բայց ախր ինչ օգուտ իմ վերադարձը, խնդրում եմ, բացատրիր վերջապես։ Բացատրեմ։ Այո։ Արդյոք իզուր չի անցնիլ իմ գաղտնիքը հայտնելը, քանի դու գտնվում ես այս բերդում։ Ոչ, ես իսկույն կհեռանամ, թե համոզվին, որ անհրաժեշտ է դա։ Բարի, օգուտն այն է, վեհափառ տեր, որ ինձ այս միջոցում հարկավոր են դվինում հավատարիմներ։ Իմ մարդկանցից չեմ կարող ոչ ոքին մտցնել այնտեղ։ Բեշիրը նրանց մուտքը կարգել է։ Մինչդեռ դու ազատորեն կարող ես աթոռը վերադառնալ, և այդ մինչև անգամ կշոյե ոստիկանի ինքնասիրությունը։
Քեզ հետ վերադարձող հոգևորականների հետ ես կմտցնեմ քաղաքի մի քանի հավատարիմներին։ Ոչ մի աշխարհականի թույլ չեն տալ անցնել Դվինի դռներով, ընդհատեց կաթողիկոսը։ Գիտեմ, բայց նրանք կմտնեն իբրև վեղարավորներ։ Աստված իմ, դու ուրեմն ոստիկանի սուրը կախում ես իմ գլխին, բացականչեց կաթողիկոսը, երկյուղից այլագունելով։ Մի վախենար վեհափառ հայր, ես թույլ չեմ տալ, որ ոստիկանը յուր սուրը մերկացնե, ուր մնաց թե կախե քո գլխին։ Ինչ պիտի անեն քո հավատարիմները։ Հարկավոր դեպքում խրամատ պիտի փորեն կաթողիկոսարանի նկուղներից մինչև արտաքին Պարիսպը։ Օն և օն չեմ կարող ես միանալ այդ խորհրդին։ Նա, որ հրամայեց մեզ տալ զաստուցույնն Աստուծո, նույնը հրամայեց զգայսերն տալ կայսեր, խոսեց կաթողիկոսը վճռական ձայնով։ Ո՞վ է քո կայսրը, հարցրեց իշխանը բարկությունից դողալով։ Վեհափառը չպատասխանեց։ Դու մի թագավոր ունիս, որին և պարտավոր ես հարգել, և դա աշոտ երկաթն է, շարունակեց իշխանը։ Հագարացին իրավունք չունի այս երկրի վրա։ Նա մի հափշտակիչ, մի ավազակ է։ Այն հայը, որ տիրապետ է անվանում, նրան մի դավաճան է։ Իսկ դավաճանին իրավունք ունի մեռցնել առաջին զինվորը, առանց արդարության դեմ մեղանչելու։ Ես փախչում էի բռնակալի վրեժխնդրությունից, խոսել սկսավ կաթողիկոսը։ Դու ինչու ուղարկում ես ինձ այդ վրեժխնդրության առաջ։ Ինչ օգուտ կարող է քեզ բերել իմ մահը։ Մի ասիր քեզ, այլ ասա հայրենիքին։ Եթե կարծում ես, որ քո վերադարձը մահ պիտի պատճառե քեզ, ապա ուրեմն ուրախ եղիր։ Միթե ավելի լավ չէ Ղևոնդյանց հետ դասվել, քան անհիշատակ ոչնչանալ։ Իշխանի խիստ լեզուն, փոխանակ վեհափառի բարկությունը գրգռելու, ընդհակառակը, ճնշում, մեղմացնում էր նրան։ Նա տեսնում էր, որ այդ մարմնացյալ եռանդը խոսում էր ոչ թե յուր, այլ հայրենիքի օգտին։ Ինչպես ուրեմն զայրանար նրա դեմ։ Չէ՞ որ ինքն էլ պակաս չէր սիրում այդ հայրենիքն ու նրա ազատությունը։ Բայց ինչ աներ, որ Աստված չէր տվել իրեն մարսպետունու սիրտը, մարսպետունու հոգին։ Նա ախր վախենում էր վտանգներից, արաբական սրերից սարսափում էր։ Կկամենար, այո, ծառայել փրկության գործին, կկամենար մինչև անգամ զոհվել, բայց ախր չէր կարող։ Բնությունը զրկել էր նրան այդ քաջությունից։ Ղևոնդյանց հետ դասվիլ ասացիր, խոսել սկսավ վեհափառը։ Կցանկանայի, այո, կցանկանայի արժանանալ այդ փառքին, բայց միթե կարող եմ։ Կամենալը կարենալն է, և հարմար առիթը ահա հրավիրում է քեզ։ Վեհափառ, քաջ եղիր, արհամարհիր անցավոր կյանքը, կատարիր այն, ինչ որ քարոզում ես աշակերտներիդ, և քո հիշատակը եկող ծնունդները կօրհնեն։ Ի՞նչ պիտի լինի իմ գործը Դվինում, հարցրեց վեհափառը։ Պիտի հովանավորես այն մարդկանց, որոնք քո հոգևոր ծառաների անունով կապրեն կաթողիկոսարանում։ Ցերեկը նրանք պիտի քնեն, իսկ գիշերը կգործեն։ Իսկ եթե մատնիչները մեզ խանգարեն, այն ժամանակ մի քանի մարդկանց մահ կհասնի, նրանց թվում գուցե և հայրապետին, բայց այդ զոհերն անհրաժեշտ են։ Ծանր պայման է դա։ Ինչ, մեռնելը։ Կա միթե ավելի դյուրին և ավելի սիրելի բան, քան հայրենյաց համար մեռնելը։ Քաջի և հայրենասերի համար, այո, դյուրին է, բայց… Դու քաջ չես, վեհափառ տեր, դա գիտեմ, բայց հայրենասեր ես, այդ չես ուրանալ։
Լավ, թող կատարվի քո կամքը, սիրելի իշխան։ Եթե Աստված մահ է որոշել ինձ համար, կընդունեմ նրան հոժարությամբ։ Մարտիրոսների կառքը չեն դասիլ ինձ, գիտեմ, բայց անեծքը գոնե չի մոտենալ իմ շիրիմին, խոսեց վեհափառը։ Աստուծով ազատ կմնաս փորձությունից, վեհափառ տեր։ Բախտն արդեն ծիծաղում է մեզ։ Անկարելի է, որ այս վերջին ձեռնարկությունը ևս չհաջողենա մեզ, հուսադրեց իշխանը կաթողիկոսին։ Տեսնենք, գուցե Աստված լսե արդարների աղոթքը։ Իշխանը տեղից վեր կացավ, համբուրեց վեհափառի աջը և շնորհակալություն անելով նրան յուր խնդիրը չմերժելու համար, հարցրեց, թե երբ կհաճի մեկնել բագարանից։ Նույնիսկ վաղը, եթե անհրաժեշտ է շտապել, պատասխանեց կաթողիկոսը։ Այո, անհրաժեշտ է, յուրաքանչյուր ավուր կորուստը անփոխարինելի վնաս կարող է բերել մեզ։ Ուրեմն մի կամ երկու օրից, եթե սպարապետը չի ստիպիլ ինձ ուշանալ։ Սպարապետը։ Ախ, այո, ես մոռացա, վեհափառ տեր, այս գաղտնիքների մասին չպիտի հայտնես նրան և ոչինչ։ Ինչ պատճառ բերեմ ուրեմն բագարանից հեռանալուս համար։ Ես արդեն պատճառը հայտնեցի նրան։ Դու գնում ես Դվին, կաթողիկոսարանը ոստիկանի հափշտակությունից ազատելու համար։ Վեհափառը բավարար գտավ այդ առարկությունը և պայման դրավ իշխանի հետ ելնել բագարանից երրորդ օրը։ Իսկ մինչև այն իշխանը պիտի պատրաստեր յուր մարդիկը, որոնք կմիանային կաթողիկոսի հետևորդներին Ծննդոց անտառում և նրանց հետ միասին կուղևորվեին Դվին։ Նույն օրը ևեթ հրաժեշտ տվավ մարզպետունին Աշոտ սպարապետին և յուր թիկնապահների հետ ուղղվեցավ դեպի Գեղալեռները։ Բ. Երեք կետի վրա Հազիվ մարզպետունի իշխանը հեռացավ բագարանից, և ահա սպարապետը դիմեց միջնաբերդ, նրա գալստյան բուն պատճառը կաթողիկոսից իմանալու։ Բայց որովհետև համոզված էր, թե վերջինս նույնպես կարող է ծածկել դա իրենից, ուստի որոշեց դիմել խորամանկության։ Իշխանի մտադրությանը ես չեմ համակրում, ասաց նա կաթողիկոսին, առանց որոշակի հարցեր տալու։ Դու պիտի զգուշանաս այդ մարդուն գործիք դառնալուց։ Ինչ, նրա մտադրությունն արդեն հայտնի է քեզ, միամտաբար հարցրեց կաթողիկոսը։ Ինչպես չէ, սկզբում նա ծածկեց ինձանից, բայց երբ քո մոտից վերադարձավ, ես ստիպեցի նրան, որ նա յուր ծրագիրը բացի իմ առաջ։ Մի՞թե, բայց նա ինձ զգուշացնում էր։ Ինձ ոչինչ չհայտնել, այնպես չէ, հարցրեց սպարապետը խորամանկ ժպիտով։ Կաթողիկոսը մի տարակուսական հայացք ձգեց սպարապետի վրա և լռեց։ Նա չգիտեր ինչ պատասխանել։ Մի ծածկիր ոչինչ, վեհափառ տեր, նա արդեն ամեն ինչ ինձ խոստովանեց։ Միայն չկարծես, թե իմ արքայական ճաշը կամ ազնիվ գինիները նրա սիրտը բացին, ոչ։ Ես նրան խոստացա իմ զորագնդերն ուղարկել յուր օգնության։ Նրա վերջին մտադրությունը կարոտ է աջակցության։ Ինչպե՞ս, դու խոստացա՞ր և այդ խոստմունքը կկատարես, հարցրեց կաթողիկոսը անհանգիստ ուրախությամբ։ Անշուշտ, ընդհանուր հայրենիքի շահն է դա պահանջում։ Կեցցես, մեծափառ տեր, այդպիսով դու կազատես քո կաթողիկոսին անարգ գործ կատարելուց։ Չէ՞ որ 2 տարի առաջ Դվինը միասին գրավեցիք, այժմ էլ կարող եք նույն ձևով գրավել։ Անարգ գործ։ Այո, դու չպիտի կատարես, ես դա թույլ չեմ տալ։ Ես կաղոթեմ քո և իշխանի համար, կաղաչեմ Աստծուն, որ նա անպարտելի կացուցանե ձեր բանակը, բայց կաթողիկոսարանի մեջ դավադրություն սարքել անկարող եմ։ Մի՞թե իշխանը քեզ հանձնեց այդ գործը,
Այո, դու հովանավորիր, ասում է, այն մարդկանց, որոնք հոգևորականի հագուստով ծպտյալ կապրեն կաթողիկոսարանում և նրա նկուղներից խրամատ կփորեն մինչև արտաքին պարիսպը։ Մի՞թե կարելի է։ Սպարապետն իմացավ արդեն, ինչ որ պետք էր։ Մի ներքին ուրախություն տոգորեց նրա էությունը։ Ոչ, այդ անարգ գործին չպիտի մասնակցես դու։ Ես թույլ չեմ տալ, որ հայոց կաթողիկոսը դավադիր հռչակվի աշխարհում։ Իմ բազուկը դեռ զորավոր է և նա կգործե քո փոխարեն։ Ես կմիացնեմ իմ գնդերը իշխանի զորքերի հետ, և մենք դվինը կգրավենք բռնի ուժով, այդպես էլ ես նրան ասացի։ Կաթողիկոսը, որ արդեն այդպիսի մի առիթ էր որոնում խոստացած վտանգավոր քայլից ետ կանգնելու, ուրախությունից իրեն կորցրեց և Գևորգ իշխանի յուր հետ ունեցած բոլոր խոսակցությունը մանրամասն պատմեց Սպարապետին։ Վերջինս, կրկին և կրկին միամտածնելով վեհափառին, վերադարձավ յուր ապարանքը գոհ սրտով։ Ոչ, այդ չի հաջողիլ քեզ, մարզպետունի իշխան, սկսավ խոսել ինքն իրեն Սպարապետը, ճեմելով յուր գեղազարդ դահլիճի մեջ։ Դու կամենում ես արդեն մեռած և Սևանում թաղված թագավորին հարություն տալ։ Կամենում ես նորեն աթոռի վրա բազմեցնել նրան, բայց այդ թույլ չի տալ քեզ օրինավոր թագավորը։ Եթե հայ ժողովուրդը խաղաղություն է կամենում, թող նա ինձ խոնարհի և իմ բասկին ապավինե։ Աշոտ Սմբատյանը չի կարող փրկել նրան, երբ Աշոտ Շապուհյանը դա չի կամենում։ Այո, ես եմ հայոց գահի պայազատը։ Ինձ են խոնարհում ոստանիկ զորքերը, սեպուհների գունդը, դրանիկ վաշտերը։ Եթե Աշոտ երկաթը թագավոր է, ինչու է Սևանում ճգնում։ Ինչու չէ յուր թշնամիները հալածում։ Եվ դու կամենում ես իմ փառքը կապտել և տալ ճգնավորին։ Չէ, բարեկամ, այդ նվաստությունը կրելու համար չենք ծնվել աշխարհում։ Ոչ էլ դրա համար ենք այս հասակն առել, պատերազմներում ծերացել, թագ ու գավազան ձեռք բերել։ Այո, մեր թագախուցերում չի ծածկվիլ։ Նա կփայլե աշխարհի առաջ։ Օրինավոր թագավորի գործը ամենքը կտեսնեն, պատմությունները կարձանագրեն։ Այդ մտածություններով ոգևորված նա մտավ առանձնարանը, կանչեց դպրին և նրանից մագաղաթ ու մելանց ստանալով, նստեց և սկսեց գրել մի նամակ։ Ըստ երևույթին գաղտնի հաղորդագրություն էր դա, որովհետև դպրին չհանձնեց գրելու։ Բացի այդ, նա չպիտի ուղղեր այն որևէ մի հայի, ըստ որում գրում էր արաբերեն։ Ավարտելով յուր գործը, նա արքայական կնիքը դրավ ստորագրության փոխարեն, փակեց և տվավ դպրին կնքելու։ Ապա կանչելով յուր հավատարիմ քաջերից մեկին, հանձնեց նամակը նրան և պատվիրեց մինչև երեկորը հասցնել պատկանելուին։ Մինչև երեկորը, տեր, դժվար է հասնել Ատրպատական, ասաց բանբերը։ Մինչև երեկորը տեղ պիտի հասնի այդ նամակը, կրկնեց Սպարապետը։ Բանբերը չպատասխանեց։ Նա գլուխ խոնարհեց և դուրս գնաց։ Արշարունյաց ձորի արևելյան գոգում, մոտ այն տեղերին, ուր կառուցած էր գեղեցիկ Երվանդակերտը, և ուր Ախուրյանը խառնվում էր երասխի հետ, գտնվում էր մեծ անտառ։ Կապույտ լեռան ստորոտից սկսած տարածվում էր նա մինչև երասխի ափերը։ Դարերից ի վեր ապրում էին այդտեղ հսկահասակ կաղնիներ, մայրեր և կաղամախներ, որոնց կատարները ծրարում էին ամպերի մեջ։ Ցերեկը նրանք արգելում էին արևի ճառագայթները, իսկ գիշերը ստեղծում անթափանցելի խավար։ Չկային այդտեղ անցքեր և ուղիներ։ Ծառերն ամեն տեղ աճել էին վայրենի դրությամբ և իրենց ստվերապատ ու անհեթեթ բուներով
վաղեմի ճանապարհները ծածկել։ Դա հիշատակած արժանի ծննդոց անտառն էր, Երվանդ թագավորի տնկած որսարանը։ Թեպետ արքայաշեն պատվարները չէին պաշտպանում այլևս նրա սահմանները, բայց անտառն աճել, զորացել էր։ Ավերող ձեռքերը չէին կարող այլևս վնասել նրան։ Արքայի ժողոված էրեների սերունդները բազմացել, լցրել էին նրա ծմակները։ Բայց արքայական որսորդներ չէին որսում այլևս նրանց մեջ։ Երկրի ապահով դրությունը, միմյանց հաջորդող խռովությունները և ներքին ու արտաքին ընդհարումները ցամաքեցրել էին իշխանների սրտում զվարճասիրության աղբյուրը։ Հազիվ երբեմն շինական որսորդի նետը անհանգստացնում էր այդ անտառի խաղաղակյաց բնակիչներին։ Ուրիշ զվարճասերներ չէին այցելում այդ անտառը, որովհետև նա վաղուց դարձել էր հագարացի ավազակների բուն։ Այդտեղ նրանք թաքչում էին, թե անցորդներ կողոպտելու և թե հետամուտ զորքերից փախուստ տալու համար։ Բայց մի քանի օր էր, ինչ այդ հրոսախմբերը անհետացել էին Ծննդոց անտառից, կամ գուցե քաշվել նրա խորքերը։ Այդ ավազակների տաղավարներում բնակվում էին այժմ մի խումբ հայ զինվորներ, որոնք տիրել էին այդ ծածկարաններին բռնությամբ, հարածելով այդտեղի նախկին բնակիչներին և նրանց մի մասը կոտորելով։ Զինվորներից ոմանք զբաղվում էին այդտեղից որսորդությամբ, որպեսզի դրանով կերակրեն իրենց և ընկերներին, իսկ ոմանք պահպանություն էին անում անտառի մուտքի մոտ և այդտեղից դիտում դվնոդաշտը տանող ճանապարհները։ Դրանք մարզպետունու մարդիկն էին, որոնք սպասում էին այդտեղ կաթողիկոսի գալստյան, որպեսզի նրա հետևողների հետ միանալով դիմեն դեպի Դվին։ Բայց օրերը հաջորդում էին միմյանց, և կաթողիկոսը չէր երևում։ Զինվորները իրենց ձանձրույթը փարատելու համար պարապում էին երբեմն զինվորական մրցությամբ և երբեմն իրենց կատարելիք գործի վերաբերմամբ փորձեր էին անում։ Նրանք փորում էին խրամատներ, կապում էին ստորերկրյա կամարներ, կամ էլ ներքնուղիով ռազմամթերք փոխադրելու վարժություններ էին անում։ Դրանցից էլ ձանձրանալով ստեղծում էին զվարճալի խաղեր, հագնում էին իրենց հետ բերած վարդապետական սքեմները, ծածկում էին խույրեր և վեղարներ և այդպիսով ստեղծում վարդապետների մի խումբ։ Եվ սակայն այդպիսով շաբաթը լրացավ, բայց բագարանից լուր չեկավ իրենց։ Զինվորներից ոմանք ցանկություն հայտնեցին ուղարկել բագարան իրենցից մեկին և կաթողիկոսի ուշանալու պատճառն իմանալ։ Բայց մյուսներն արգելք եղան, հայտնելով, թե իշխանը հրամայել է իրենց սպասել, ուրեմն և պիտի սպասեն, որպեսզի որևէ սխալ քայլ անելով իշխանի դիտավորությունները չխանգարեն։ Բայց որտե՞ղ էր այդ միջոցին ինքը, մարզպետունին։ Նա գտնվում էր Երազգավորսում, Աբբաս արքաեղբոր մոտ։ Դվինի գրավելու մասին հարկ եղած որոշումն անելուց և նախնական պատրաստությունները տեսնելուց հետո նա դիմել էր Աբբասին, նախ թագավորի հետ նրան հաշտեցնելու և ապա այդ քաջի աջակցությունը ձեռք բերելու յուր մտադրյալ գործի համար։ Աբբասն այդ ժամանակ ապրում էր յուր հոր Սմբաթ թագավորի կառուցած ապարանքում։ Յուր եղբոր պես նա էլ գեղեցիկ, բարձրահասակ, ամուր կազմվածքով և մանավանդ ազդեցիկ դեմքով մի տղամարդ էր։ Թեպետ տարիքով ավելի փոքր էր, քան թագավորը, բայց նորից ավելի խոհեմ և շրջահայաց էր։ Բացի այդ, նա ավելի պարկեշտ և բարոյասեր էր, քան Աշոտը։ Եվ հենց այդ պատճառով էլ սրտմտած էր եղբոր դեմ, որ նա առաքինի հորից ժառանգած գահի պատիվն արատավորել էր յուր ապօրինի ընթացքով։ Արքաեղբոր այդ սրտմտությունից օգուտ քաղեցին յուր ժամանակին նրա աներ աբխազած իշխանը և հորեղբայր Աշոտ բռնակալը, ու միացրին նրան իրենց հետ թագավորին դավով գահընկեց անելու համար։ Այդ դավադրությունը, ինչպես յուր տեղը իմացանք, անհաջող անցավ։ Թագավորը չկամենալով եղբորից վրեժ առնել, աբխազած Գուրգենի երկիրն ավերեց, որով Աբբասին ավելի գրգռեց։
Ապա երբ յուր սուրն Աշոտ բռնակալի վրա դարձուց, սա կեղծավորաբար հաշտվեց նրա հետ։ Արքա եղբայրը սակայն չմոտեցավ թագավորին, ոչ էլ հաշտվելու փորձ արավ, որովհետև յուր գժտության պատճառը բոլորովին տարբեր էր Գուրգեն Աբխազի և Աշոտ բռնակալի ունեցած պատճառներից։ Նա անգործ նստել էր երազգավորսում և այլևս ոչնչի չէր խառնվում։ Նա մինչև անգամ մերժեց մարզպետունու խնդիրը, երբ վերջինս մի քանի ամիս առաջ եկավ նրան խնդրելու միանալ դաշնակցել ցանկացող իշխանների հետ։ Եվ այժմ, երբ նա նորեն մտավ երազգավորս, Աբասին յուր եղբոր հետ հաշտեցնելու դիտավորությամբ, մտածում էր, թե անկարող պիտի լինի դարձյալ համոզել նրան։ Միակ վստահությունը ներշնչում էին իրան յուր վերջին հաղթությունները։ Դրանք իրավունք էին տալիս նրան ավելի ազատ խոսելու և այդ իշխանապետներից պահանջներ անելու։ Այդ վստահությամբ նա դիմեց կաթողիկոսին և այդ վստահությամբ էլ մտավ երազգավորս։ Բայց այս անգամ, երբ նա ներկայացավ Աբբասին, բոլորովին կերպարանափոխ գտավ նրան։ Նա ոչ միայն ընդունեց իշխանի առաջարկությունը թագավորի հետ հաշտվելու, այլև հայտնեց, թե պատրաստ է յուր զորքերը նրա հրամանատարության հանձնելու։ «Քո կատարած գործերը ամաչացրին ինձ», ֊ ասաց նա իշխանին անկեղծորեն։ «Երբ ես իմացա, թե դու Ուրྩազորում հարձակվել ես Բեշիրի զորած դեմ միայն 20 հոգով և նույն հարձակումը կրկնել ես Գեղա ամրոցի մոտ և 2 անգամ էլ հաղթություն տարել, այն օրից արդեն ուխտեցի միանալ քեզ։ Այստեղ երազգավորսում ես ունիմ բարեկարգ բանակ, առաջնորդիր նրան, ուր որ ցանկալի է քեզ։ Իսկ թագավորին ես կպարզեմ իմ աճը անկեղծ հաշտությամբ և կընդունեմ նրան այստեղ արժանավայել փառքով։ Հարցն այն է, թե կելնե նա Սևանից, թե ոչ, ֊ ավելացրեց արքաեղբայրը։ Եթե նա իմանա, թե դու հաշտության ձեռք ես պարզում իրան, նա ուրախությամբ յուր աթոռանիստը կդառնա։ Այո, ես հաշտվում եմ նրա հետ, ես ներում եմ նրան յուր թուլությունները, որոնք ներելի չէին իբրև թագավորի։ Այո, ներում եմ, բայց ախր վախենում եմ, թե նա համառի յուր որոշման մեջ, չվերադառնա երազգավորս։ Իսկ ես սրտանց կամենում եմ տեսնել նրան նորեն յուր աթոռի վրա։ Իսկ թագուհին շատ վիշտ է կրել, պետք է նրան սփոփել։ Մարզպետունին զարմացավ տեսնելով Աբբասի խոսքերի մեջ այսքան մեղմություն և գոռով։ Ինչ էր պատահել արդյոք։ Մի՞թե զղջացել էր նա եղբոր դեմ ունեցած գժտության համար, թե աներոջ հետ գործած դավաճանության հիշատակը տանջում էր նրա խիղճը։ Ես կերտամ թագավորի մոտ, կխնդրեմ նրան իմ և քո կողմից, ֊ ասաց մարզպետունին։ Հույս ունիմ, թե նա կհարգե մեր խնդիրը։ Ես նույնպես կընկերանամ քեզ, ֊ ասաց Աբբասը։ Դու մեծափարտ ես, ֊ հարցրեց մարզպետունին բոլորովին զարմացած։ Այո, ես։ Մի՞թե տարօրինակ է թվում քեզ իմ ցանկությունը։ Ոչ թե տարօրինակ, այլ ընդհակառակը, շատ բնական։ Միայն թե չգիտեմ ինչու հանկարծ այսպես… Ի՞նչ։ Այսպես փափկացավ քո սիրտը, որին ես այնքան անողոք էի գտնում միշտ։ Ախ, իշխան, հարազատ եղբորը դժվար է մոռանալ։ Իսկ ես ավելին կասեմ, անկարելի է մոռանալ։ Այո, թագավորն ինձ ինքնագիր նամակ է գրել, ֊ ընդհատեց Աբբասը, աչքերը տխրությամբ գետնին հառելով։ Նամա՞կ, ֊ հարցրեց իշխանը զարմանալով։ Այո, տխուր նամակ։ Նա մեծ ցավ պատճառեց ինձ յուր այդ գրությամբ։ Ի՞նչ է գրել։ Ինչու է ցավ պատճառել, ֊ հետաքրքրությամբ հարցրեց իշխան մարզպետունին։ Նա հիվանդ է։ Հիվա՞նդ, ինչու։
Չէ որ Բեշիրի հետ ունեցած կռվում վիրավորված է եղել։ Միթե, ես դա չգիտեի, հարեց իշխանը վախենալով։ Այո, վիրավորվել է թունավոր նետով։ Վիրաբույժը ասում են հուսահատված է արդեն։ Բայց դա մեծ դժբախտություն է, բացականչեց իշխանը։ Անկարելի է ուրեմն նրան թողնել Սևանում, շտապենք բերել այստեղ։ Վաղը եւ այդ կարող ենք ճանապարհվել։ Իսկ թագավորի նամակը չէիր հաճիլ տալ ինձ կարդալու, ակնածությամբ հարցրեց իշխանը։ Դու արքայական տան հավատարիմն ես, ինչ պիտի ունենանք մենք քեզանից ծածուկ։ Ահա նամակը, կարդա, պատասխանեց Աբբասը վստահորեն։ Այս ասելով նա մոտեցավ պահարանին եւ հանելով այնտեղից արքայի գրությունը, տվավ իշխանին կարդալու։ Նամակը հետևյալն էր. Հայոց Աշոտ Ապաբախտ թագավորից յուր սիրեցյալ եղբոր Աբբաս արքայորդուն։ Ողջույն։ Նախախնամության աչը, սիրեցյալ եղբայր, ծանրացավ արդեն ինձ վրա։ Իմ գործած հանցանքների համար նա պատժեց ինձ չարաչար։ Ես տեսա իմ երկրի ավերումը, տեսա սիրեցյալս երեսդարձությունը, տեսա իմ թագի նսեմանալը։ Արժանի է ես այդ ամենին, թե ոչ չգիտեմ, բայց գիտեմ, որ նախախնամությունն անարդար ոչինչ չէ տնօրինում։ Պիտի խոնարհիմ ուրեմն նրա սուրբ կամքի առաջ և օրհնեմ նրա անունը գոնե այն մխիթարության համար, որ նա տվավ ինձ իմ տանջանքների մեջ։ Դա այն աներկյան հույսն է, թե քիչ ժամանակից ես պիտի բաժանվիմ աշխարհից և դադարեմ այլևս տանջվելուց։ Բեշիրի դեմ մղած ճակատամարտում մահ էի որոնում ես, բայց միայն վերք ստացա։ Եվ այն այնպիսին, որ երկար ինձ տանջեր և հանցանքներս հիշեցնելով կեղեքեր իմ հոգին։ Անշուշտ այս էլ Աստուծո տնօրինությունն էր, օրհնում եմ նրա կամքը։ Բայց որովհետև վիրաբույժս հուսահատած է արդեն և գուշակում է, թե շուտով պիտի մեռնիմ, ուստի շտապում եմ դիմել քեզ, սիրեցյալ հարազատ, և խնդրել, որ փութաս քո հաշտության համբույրն ինձ բերելու։ Ես որոշել եմ մեռնել Սևանում։ Իմ մարմինը հարկավ կտանեք Բագարան, իմ հարց դամբարանում ամփոփելու։ Բայց հոգիս պիտի ավանդեմ այս ապաշխարանած վայրում։ Այդ կարի ցանկալի է ինձ։ Ուրեմն լսիր իմ վերջին խնդիրը և կատարիր նրան։ Ես մեռնում եմ անզավակ։ Դու ես մնում պայազատ իմ թագի և գահի, որոնց և պիտի ժառանգես իրավամբ։ Բայց կամենում եմ, որ դու տիրանաս նրանց ոչ իբրև իմ հակառակորդ, այլ իբրև եղբայր։ Բեր ինձ ուրեմն քո հաշտության համբույրը և դրա փոխարեն ստացիր ինձանից քո օրինական ժառանգությունը։ Նրա հետ միասին ես կամենում եմ հանձնել քո ձեռը մի ավանդ, որի պահպանությունը կարող եմ վստահել միայն քեզ, իբրև իմ միակ հարազատին։ Վերջին խոսքերն ավարտելուց յետ իշխանն անհամբերությամբ հարցրեց. Երբ ստացար այս նամակը, տեր։ 3 օր առաջ, պատասխանեց Աբբասը։ Եվ մինչև այս րոպեն կարողացար համբերել։ Համբերեցի տանջվելով։ Եթե թագավորը միայն հաշտության մասին խոսեր, ես իսկույն և ետ կշտապեի նրա մոտ։ Բայց նա հիշում է նաև իմ ժառանգությունը։ Մի՞թե այդ ժառանգության համար պիտի հաշտվեմ նրա հետ։ Եթե այդ է միակ տանջող մտածմունքդ, այո, միայն այդ, ծանր է այժմ ինձ երևալ նրա առաջ։ Չէ՞ որ նա կկարծե, թե ժառանգությունս ստանալու համար եմ այցելել իրեն։ Մի հոգար այդ մասին, տեր, հապաղիրն ավելի ցավ կարող է պատճառել քեզ, ասաց մարզպետունին, և խորհուրդ տվավ նրան շտապել, ճանապարհվել կարելվույն չափ փութով։ Մի քանի օրից հետո Աբբաս արքաեղբայրն ու մարզպետունի իշխանը ելան երազգավորսից և ուղղվեցան դեպի Սևան։ Նրանց ուղեկցում էր 1000 հոգուց կազմված և գեղեցկապես սպառազինված մի բանակ, որի մի մասը արքաեղբոր,
և մյուսը մարզպետունու զորքերից էին։ Կամենալով մի փոքր ոգևորել գավառներում ապրող ժողովրդին, նրանք Շիրակից չանցան դեպի Գուգարք, թեպետ կարճ ճանապարհն անցնում էր նրա միջով, այն է Աղստև գետի ուղղությամբ, այլ իջան դեպի հարավ, մտան Արագածոտն և ապա անցան Նիգ և Վարաժնունիք գավառները։ Այդպիսով շրջան անելով, ամեն մի շենի կամ ավանի մոտեցած ժամանակ հնչեցնել էին տալիս նրանք փողեր և շեփորներ, անցնում էին հաղթական ընթացքով և պատրաստում էին ժողովրդին իրենց մոտալուտ հարձակմանը աջակցելու։ Իսկ ինքը ժողովուրդը դիմավորում էր նրանց ուրախությամբ, սրտագին ցույցերով, հարգանք էր մատուցանում արքայական դրոշին, որ կրում էին այդ զորքերը, և քաղցր հյուրասիրությամբ պատվում էր վերջիններին։ Այս ամենը տեսնելով արքաեղբայրը հուզվում և դառնալով մարզպետունուն հարցնում էր. «Եթե ժողովրդի մեջ այսպիսի սիրտ ու հոգի կա, ինչո՞ւ մենք մնացել ենք անզոր, ինչո՞ւ չենք օգտվում այս պատրաստի ուժից»։ Որովհետև անձնական գժտությունները ժամանակ չեն տալիս ձեզ աչք բանալու և ժողովուրդը տեսնելու, որովհետև անձերնիդ պաշտպանելու հոգսը գրավել է ձեր բոլոր ուշադրությունը, ֊ պատասխանեց իշխանը։ Ժողովուրդը, այո, ուժ ունի։ Ժողովուրդը մի հեղեղ է, որ թե զորացավ, կարող է թումբեր կործանել, ամբարտակներ տապալել, բայց պակասում է մեզ մարդ, ով կարողանա ժողովրդի սրտի հետ խոսել, ոգիներ վառել, հեղեղ պատրաստել։ Եվ ով կարող է լինել այդ մարդը, ֊ հարցրեց արքաեղբայրը։ Նա, որ կկարողանա բոլորանվեր կերպով զոհել հյուրանձը հայրենիքին, ֊ պատասխանեց իշխանը եռանդով։ Այդպիսի մեկին ճանաչում եմ ես տեր֊մարզպետունի։ Եվ ո՞ւր է նա, ֊ հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։ Ահա այստեղ, իմ առաջ, այդ դու ես, ֊ ասաց Աբբասը ժպտալով, և ապա ձեռքը պարզելով իշխանին ավելացրեց. երկրորդը ահա գալիս է քեզ միանալու, նա կլինի քո անբաժան և անձնվեր զինակիցը։ Եվ իմ տերն ու իշխանապետը, ֊ բացականչեց մարզպետունին և ջերմությամբ արքաեղբոր աջը սեղմելով ավելացրեց. Այսօրվանից ուրեմն ծագում է նոր արև, նա կջերմացնե սառած սրտերը և կառաջնորդե յուր ժողովրդին։ Այն միջոցին, որ արքաեղբայրն ու մարզպետունին ոտք էին կոխում Սյունյաց նահանգի հյուսիսային սահմանածայրը, նույն նահանգի հարավային մասում ուրիշ գործ էր կատարվում։ Նսր ոստիկանը տեղեկանալով Աշոտ Բռնավորի նամակից, որ արաբացոտ զորքերը ջարդող մարզպետունին մտադիր է դվինը պաշարել կամ դավադրությամբ գրավել, ժողովեց իսկույն յուր զորքերը, կազմեց նույնպես Ատրպատականի պարսիկներից բազմաթիվ հրոսախմբեր և նրանց հետ միասին ելնելով այն երկրից, մտավ Վասպուրական։ Եվ որովհետև որոշել էր յուր մուտքը դեպի հայկական նահանգները հաղթական և ահարկու կացուց անել, ուստի փորձեց Վասպուրականի մի քանի ավանները գրավել։ Բայց Գագիկ արծրունու մշտապատրաստ զորքերը ետ մղեցին նրա հրոսակներին։ Նսրը տեսնելով, որ յուր ուժը Վասպուրականում կարող է թուլանալ, եթե կռվի բռնվի Գագիկ թագավորի հետ, խույս տվավ նրա երկրի հյուսիսային կողմից և շտապավ երասխն անցնելով մտավ Սյունիք։ Նա գիտեր, որ այդ նահանգի տեր երեք եղբայրներից երկուսը, այն է Սահակ և Բաբգեն իշխանները, բանտարկված են յուր ձեռքով դվինում, մնում էր ուրեմն մինը, այն է Սմբատ իշխանը, որ միայնակ չէր խիզախել յուր դեմ, ուստի հանդուգն արշավանքով մտնելով երջանք, դիմեց դեպի նույնանուն բերդը։ Նա կամենում էր գրավել նրան և ընդդիմացողներին ջարդել։ Այդ ձևով մտածում էր տիրել յուր ճանապարհի վրա գտնվող բոլոր ավաններին և շուրջը ահ ու սարսափ տարածելով հասնել մինչև դվին։ Բայց որքան մեծ եղավ նրա սարսափը, երբ դարվա լեռներում յուր հանդեպ ելան Սմբատ իշխանի սպառազինված գնդերը։ Մարզպետունու օրինակը քաջալերել էր հայ իշխաններին։ Ամեն տեղ նրանք պատրաստված էին արդեն,
իսկ սյունյաց քաջ իշխանը ավելի ևս։ Իմանալով, որ Նսրի բանակն անցել է Երասխահունը, Սմբատ իշխանը, որ հենց այդ միջոցին գտնվում էր Երնջակում, հրամայեց զորքերին առաջանալ դեպի թշնամին, որովհետև գիտեր, նա առանց վնաս պատճառելու չի անցնիլ Սյունիքից։ Եվ ահա Դարվա լեռնաձորում հանդիպեցին նրանք միմյանց։ Իշխանը, որ յուր գնդերով գտնվում էր լեռնալանջի վրա, պատգամ ուղարկեց Նսրին ասելով. «Աստուծո վրեժխնդիր աջը առաջնորդել է քեզ դեպի այս լեռնաձորը։ Դու, որ խաբեությամբ բանտարկեցիր իմ եղբայրները, պետք է ուրեմն նրանց տված տանջանքների վրեժը լուծես այս ձորում։ Քո զորքերն այս վայրկյանին շրջապատված են իմ քաջերով։ Ոչ մի արաբացի ողջ չի ելնիլ այստեղից, եթե ես չկամենամ։ Ուստի, իբրև փրկանք քո անձի և զորքերի, ես առաջարկում եմ, որ դվին հասնելուդ պես ազատես իմ եղբայրները բանտից և վերադարձնես նրանց այստեղ։ Դրա համար ես պահանջում եմ, որ դու տաս ինձ երդման գիր, այլև պատանդներ քո գլխավոր իշխաններից։ Հակառակ դեպքում Դարվա այս ձորը գերեզման կդարձնեմ քո բանակի համար»։ Եվ իրավ, արաբացոց բանակը վտանգի մեջ էր։ Սյունեցիք ստիպել էին նրանց կանգ առնել այնպիսի նեղ ձորում, որի մի մասը բռնած էր Երնջակագետը, իսկ մյուս մասի վրա հազիվ զետեղվում էր արաբացոց այրուձին։ Երկու կողմից բարձրանում էին Դարվա լեռնալանջերը, որոնց ամբողջապես բռնած էին սյունեցիք։ Նրանց սպառնալից դիրքն ու դեմքերը սարսափ էին ազդում արաբացիներին։ Սրանք տեսնում էին, որ այդ քաջերը ժայռերի տարափով միայն կարող էին ջարդել իրենց մի ժամվա մեջ, իսկ իրենք փախչելու ոչ մի ելք չունեին։ Ոստիկանը նույնպես, տեսնելով յուր վիճակը և հակառակորդի զորությունը, դիմեց իսկույն մահմեդականի հատուկ խորամանկության։ Նա սիրով ընդունեց իշխանի պատգամավորներին, համաձայնեցավ դվին դառնալուն պես ազատել իշխանի եղբայրները և դրա համար յուր կնիքով կնքած երկնագիր, այլև պատանդներ տալ նրան։ Այս պատճառով իշխանն իջավ ոստիկանի բանակը, տեսնվեցավ նրա հետ բարեկամաբար և խոստացված երդմնագիրն ու պատանդները առնելով, տվավ Նսրին թանկագին նվերներ և ուղեկցեց նրան մինչև Երնջակա սահմանը։ Բայց ոստիկանը շտապով Նախիջևանի գավառն անցնելով մտավ Շարուր և ապա Ուրྩաձոր, որոնք յուր կալվածներն էին համարվում, և այս վերջինում ասպատակել տվավ հայաբնակ գյուղերը, որովհետև դրանց բնակիչները աջակցություն էին ցույց տվել մարզպետունուն։ Ի վերջո մուտք գործելով դվին, ոչ միայն չազատեց սյունյաց իշխաններին, ինչպես որ խոստացել և երդվել էր, այլև ավելի խստացրեց նրանց կապանքները։ Բացի այդ, հաշիվ պահանջելով Բեշիրից արաբական զորքի կրած վնասների համար, գտավ, որ դրանք անթիվ են։ Ուստի և իտրիտուր այդ վնասուց գրավեց իսկույն կաթողիկոսարանը։ Նրա կարծիքով, հասած վնասների սկզբնապատճառը հայոց կաթողիկոսն էր, որովհետև եթե նա շարունակ փախուց տված չլիներ իրեն հետամուտ եղող ոստիկանական զորքերի երեսից, վերջինները առիթ չէին ունենալ կռվի բռնվել մարզպետունու կամ արքայի զորքերի հետ։ Եվ ահա այս պատճառով, իբր թե ամենից առաջ պիտի տուժեր ինքը կաթողիկոսը։ Նրա ապարանքը ոստիկանը դարձրեց յուր ծառաների բնակարան, իսկ կաթողիկոսարանի անունով նա գրավեց եկեղեցական իշխանապետության պատկանյալ բոլոր կալվածները, որոնց հասույթով կերակրվում էին հարյուրավոր միաբանություններ։ Այս ամենը լսեց Սմբատ իշխանը և շատ զղջացավ, որ ազատ է թողել ուխտադրուժ հագարացում, բայց սխալն ուղղել այլևս անկարելի էր։ Մնում էր նրան մխիթարվել այն միակ մտածությամբ, թե յուր եղբայրները մահից և կապանքից ազատելու համար գործեց այդ թուլությունը։ Եվ որովհետև նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չէր խնայիր յուր հարազատներին, եթե նա ջարդեր հագարացոց բանակը, ուստի այդ մտածությունը մեղմեց նրա վիշտը։
Այսուամենայնիվ նա ուխտեց տուժել տալ հագարացուն ուրծաձորցիների վնասը և ազատել նույնիսկ կաթողիկոսարանը, եթե Աստված հաջողեր իրեն հանել յուր եղբայրները բանտից։ Բագարանի միջնաբերդում նստած խոսակցում էին կաթողիկոսն ու Աշոտ բռնակալը։ Վերջինս եկել էր մխիթարելու վեհափառին այն ծանր կորստի համար, որ կրել էր եկեղեցական իշխանապետությունը կաթողիկոսարանի գրավմամբ։ Բայց վեհափառը անմխիթար էր։ Նա տանջվում էր մանավանդ խղճի խայթերից։ Եթե ես լսած լինեի մարզպետունու խորհրդին, եթե կատարած լինեի նրան տվածս խոստումը, կաթողիկոսարանը չէր վտանգվիլ, նրա կալվածները չէին հափշտակվիլ, ասում էր նա և կշտամբում մանավանդ Աշոտ բռնավորին, որ պատճառ դարձավ յուր հապաղելուն։ Ընդհակառակը, ես ազատեցի քեզ անպատվությունից և անխուսափելի մահից, պատասխանեց բռնավորը։ Դու արդեն մի քանի անգամ փախուստ ես տվել ոստիկանի երեսից։ Ուրեմն այս վերադարձով չպիտի կարենայիր նրա սիրտն ամոքել։ Վաղ թե ուշ նա կձերբակալեր քեզ և գուցե զնդանի մեջ էլ մեռցներ։ Այդպիսով մարզպետունու տված խորհուրդը մահ և անպատվություն միասին պիտի բերեր քեզ։ Այժմ էլ արդեն մեռած և անպատված եմ, պատասխանեց կաթողիկոսը։ Ինչ իրավունք ունիմ այլևս ապրելու և ինձ գահակալ անվանելու, քանի որ եկեղեցվո սուրբ հայրերից ինձ ավանդ տրված հարստությունը հափշտակության մատնեցի իմ թուլությամբ։ Ոչ թե քո, այլ նրա թուլությամբ, որ իրեն հայոց թագավոր է հռչակում, բայց երկյուղից կծկվել է Սևանի խուցերում։ Եթե թագավորը, որ զենք ունի ձեռքին և զորք յուր ետևում, փախչում է թշնամու երեսից, մի՞թե նույնն անելու իրավունք չունի մի հոգևորական, որի զենքն աղոթքն է միայն։ Ուր էր, եթե այդպես մտածեր և իմ ժողովուրդը, բայց նա ամեն հանցանք ինձ վրա պիտի բարձի, մանավանդ երբ անհանգիստ իշխանը մեղադրե ինձ ամենքի առաջ։ Մարզպետունի՞ն։ Այո, ես սարսափում եմ նրանից։ Ինչ պատասխան պիտի տամ արդյոք, եթե նա վերադառնա այստեղ։ Եվ ոչ մի պատասխան։ Ո՞վ է նա։ Ինչ իրավունք ունի նա քեզ վրա։ Նա արքայի հավատարիմն է և գործում է նրա հրամանով։ Նա բարի խորհուրդ տվավ ինձ, և ես չլսեցի։ Կամենում ես վեհափառ տեր ազատվել անհաճո զրույցներից, հարցրեց հանկարծ բռնավորը։ Օհ, շատ կցանկանայի, բայց ինչպես կարող եմ։ Հեռացիր բագարանից։ Հեռանամ, և ուր կարող եմ դիմել։ Այր արատում այլևս չկա ինձ համար հանգստյան անկյուն։ Դու կաթողիկոս ես ոչ միայն Այրարատի, այլ համայն հայոց համար, և ուր էլ որ լինի քո աթոռը, հայերը պարտավոր են պաշտոն մատուցանել նրան։ Բայց ուր կարող եմ հեռանալ, ով այլևս կպաշտպանե ինձ, հարցրեց կաթողիկոսը վշտալի ձայնով։ Նա, որ այնքան հաճախ հրավիրում էր քեզ յուր մոտ, որ կամենում էր քեզ հովանավորել, բայց որի խնդիրը դու մերժում էիր։ Ո՞վ, հարցրեց վեհափառը, չկարողանալով մտաբերել ակնարկած անձին։ Գագիկ թագավորը։ Գագիկ թագավո՞րը, բացականչեց հանկարծ հայրապետը, և նրա տխրամած դեմքը ներքին ուրախությունից զվարթացավ։ Այո, գնա վասպուրական, Գագիկ արծրունու մոտ, նա քեզ կհովանավորե և կպաշտպանե։ Եթե արծրունյաց ոստանում ապրել չկամենաս, կարող ես քաշվել Աղթամարհա կղզին։ Թագավորն այնտեղ անառիկ բերդ, գեղեցիկ դղյակ և հրաշալի եկեղեցի է կառուցել։ Հաստատիր աթոռդ այդ կղզու մեջ, որ Հայաստանի սիրտն է։ Ժողովիր շուրջդ նոր միաբանություն, ծաղկեցրու այնտեղ հավատո ուսումը և ծերությանդ օրերն անցրու հանգստության մեջ։ Բռնավորի խոսքերն այն աստիճան հաճո թվեցին կաթողիկոսին,
որ սա հուզվելով բռնեց նրա աչը և ջերմագին սեղմելով բացականչեց. Աստված ուրեմն չէ թողնում ինձ, ախ Տեր, նա քո բերանով խոսում է ինձ հետ և փրկության ճանապարհ է ցույց տալիս, շնորհակալ եմ քեզանից, անչափ շնորհակալ, պիտի օրհնեմ կյանքդ, քանի կենդանի եմ, այո, կերթան վասպուրական, կքաշվեմ աղթամարակղզին, ուր իմ ականջին չեն հասնիլ այլևս անհաճո զրույցներ, և հայոց կաթողիկոսի գահը թող անխախտ մնա այնտեղ, և իմ հաջորդները օրհնեն քո հիշատակը, որ պատճառ եղար լուսավորչի աթոռը ապահով վայրում հաստատելու, և այդտեղ այո կհաստատեմ նոր ուխտ, կժողովեմ իմ շուրջը սուրբ գրոց աշակերտներ և հավատոտ ջահը կվառեմ աղթամարում, բավ է որքան աստանդական թափառեցի, գտնեմ այժմ մի անկյուն, որ կարողանամ իմ գլուխը հանգչեցնել։ Եվ այդտեղ կավարտե քո հայոց պատմությունը, հիշեցրեց բռնավորը։ Այո, այո, իմ պատմությունը, որ ցայսօր մնաց թերի։ Ախ, որքան երախտագետ պիտի լինիմ քեզ, եթե ավարտեմ այն, բացականչեց կաթողիկոսը։ Եվ այդ բանով նա այնպես ուրախացավ, ինչպես մի մանուկ, որ գտնում է հանկարծ յուր կորցրած խաղալիքները։ Կարծես այլևս չէր մնում մի ուրիշ ցավ, որ կարողանար տանջել յուր հոգին, կամ թե հայ ազգի դժբախտությունը պիտի վերանար, եթե նա յուր թերի պատմությունն ավարտեր։ Մի քանի օրից հետո կաթողիկոսը յուր հավատարիմներով ելավ Բագարանից և իջավ դեպի Երասխաձոր։ Ծննդոց անտառում սպասող հայ զինվորները հեռվից տեսան վեհափառի գալուստը և ուրախացան։ Նրանք արագ հագան իրենց վարդապետական վերարկուները և վեղարները ծածկեցին։ Այդպիսով կազմեցին նրանք կղերականաց մի ստվար խումբ, որ փայլ պիտի տար հայրապետական գնացքին, եթե վեհափառը միանար նրանց հետ և այդպիսով մութ գործեր դվին։ Բայց որքան մեծ եղավ զինվորների տխրությունը, երբ կաթողիկոսը հայտնեց նրանց, թե ոստիկանն արդեն հասել է դվին, հափշտակել է կաթողիկոսարանը և հետևում է իրան ձերբակալելու։ Հետևապես, չկարողանալով այլևս վերադառնալ յուր աթոռը և ոչ էլ մնալ Բագարանում, նա փախուստ է տալիս դեպի Վասպուրական, Գագիկ թագավորին ապավինելու։ Զինվորներն իհարկե տխրությամբ լսեցին այդ նորությունները, որոնք ոչնչացնում էին իրենց հույսերն ու գեղեցիկ ծրագիրները, և տխրությամբ էլ բաժանվեցան վեհափառից։ Միակ մխիթարությունը, որ տանում էին իրենց հետ, այն էր, որ արժանացան կաթողիկոսի աչը համբուրելու։ Նրանք վերադարձան Գեղալեռները, որտեղից էլ Վահրամ-Սեփուհի հրամանով ուղևորվեցան Սևան, իշխան մարզպետունուն այս նորությունները հաղորդելու։ Իսկ կաթողիկոսը ամենայն ապահովությամբ երասխն անցնելով մտավ Ճակատք գավառը։ Այդտեղից իջավ Բագրևանդ, ապա Կոգովիդ և վերջապես հասավ Վասպուրական նահանգը, որի սահմանի վրա դիմավորեցին նրան Գագիկ թագավորի մշտապատրաստ զորքերից մի քանի գունդ և պատվով առաջնորդեցին նրան դեպի արծրունյաց հին ոստանը, Վան։ Վասպուրականի ժողովուրդը մեծ շքով ընդունեց յուր հայրապետին, իսկ Գագիկ թագավորը նրան ընդառաջեց յուր իշխաններով մի քանի փարսաղ ճանապարհ։ Նրա ուրախությունն այժմ կատարյալ էր, որովհետև յուր թագավորության միակ պակասը լրանում էր վեհափառի գալստյամբ։ Այն է, հանուր հայոց հայրապետական աթոռը փոխադրվում էր յուր երկիրը, և այդ մեծ պատիվ էր յուր համար։ Բայց մենք թողնենք կաթողիկոսին այս հակաթոռ թագավորի երկրում և վերադառնանք Սևան, հարազատ թագավորի մոտ։ Գ. Հաշտության պտուղները։ Տխուր կղզին և նրա բնակիչները հետզհետե իրենց ազդեցությունն արին հոգվով և մարմնով վիրավոր արքայի վրա։ Նրա դրությունն այժմ ավելի էր վատթարացել։ Թունավոր նետից առաջացած վերքը օրըստօրե քայքայում էր նրա երկաթե առողջությունը։
Թեպետ Թագուհին խնամում էր նրան ամենաքնքուշ հոգատարությամբ և իր բույժը կրկնապատկում էր յուր ջանքերը, այսուամենայնիվ արդյունքը հուսահատական էր. թագավորը հետզհետե նիհարում և դալկանում էր։ Նրա ամուր կազմվածքը կորցնում էր յուր զորությունը, ինչպես հինավուրց կաղնին, որի արմատները կրծում են որդերը։ Նա օրըստօրե դառնում էր ավելի լռակյաց, փախչում էր ամեն ընկերությունից և հանգիստ էր գտնում միայնության մեջ։ Սակայն բժիշկը, թագուհու համաձայնությամբ, խորհուրդ տվավ արքային շտապել, տնօրինել յուր վերջին կամքը պետական գործերի նկատմամբ և պատրաստվել աշխարհին հրաժեշտ տալ, որովհետև յուր հիվանդությունը սուր կերպարանք էր առնում։ Բժշկի այդ խորհուրդը մի խորամանկություն էր։ Նա գիտեր, որ արքայի վերքը վերջիվերջո պիտի մահացներ նրան, բայց գիտեր և այն, որ այդ վախճանը դեռ հեռու էր։ Եվ որպեսզի ավելի ևս հեռացներ նրան, նա աշխատում էր հանել թագավորին շրջապատող միաբանությունից և տխրությունից։ Նրան հարկավոր էր ապրել ուրախ ընկերակցության մեջ կամ էլ զբաղվել պետական գործերով, որպեսզի սովորական վշտերն ու մտատանջությունները չմաշեին նրա մարմինը և այդպիսով չարագացնեին վերքից առաջացող քայքայման ընթացքը։ Բայց որովհետև թագավորը հակառակ ցանկության էր և չէր կամենում Սևանից ելնել, ուստի բժիշկը այդ հնարը մտածեց, որպեսզի գոնե ուրիշների օգնությամբ կարողանա նպատակին հասնել։ Եվ այդ հաջողեց նրան։ Թագավորը ուրախությամբ լսեց վիրաբույժի խորհուրդը և գրեց Աբբաս եղբորը մեզ հայտնի նամակը։ Եվ ահա մի գեղեցիկ օր գեղամա ծովակի ափը ծածկվեցավ զորքերի բազմությամբ։ Թագավորը, որ դղյակի պատուհանից նայում էր ծովափին, զարմացավ տեսնելով ափ իջնող գնդերը։ Սկզբում նա կարծեց, թե եկողը փեշիրն է, որ վերադարձել է յուր պարտության վրեժը իրենից առնելու։ Ուստի երկյուղի նման մի բան խռովեց նրա սիրտը։ Բայց երբ նկատեց յուր արքայական դրոշակը, որ լայն բացված ծածանում էր ծովափի վրա, նրա անհանգստությունը փոխվեց ուրախության։ «Այդ մարզպետունին է, իմ քաջ և իմ հավատարիմ իշխանը», ֊ շշնջաց նա և դուրս ելավ սենյակից դեպի դիտարանը գնալու։ Նրան հանդիպեց Թագուհին, որ պահապան հրեշտակի նման հսկում էր արքայի վրա։ Տեսնելով վերջինիս ուրախադեմ, տիկինը զարմացավ։ Որքան ժամանակ էր, որ թագավորի դեմքը չէր զվարթացել և շրթունքները չէին ծիծաղել։ Այժմ ի՞նչ էր պատահել։ Միգուցե հիվանդության մի չարագուշակ փոփոխություն էր դա, կամ էլ հոգեկան տկարության ապացույց։ Այդ մտքերը վայրկենապես ծագեցին տիկնոջ գլխում, բայց և իսկույն անհետացան, երբ թագավորը հայտնեց նրան Գևորգ իշխանի գալուստը։ Ոչինչ այնպես չէր կարող ուրախացնել տարագիր թագուհուն, ինչպես այդ անձի անակնկալ հայտնվելը։ Թագուհին, որ սովոր էր աղմկալից կյանքի, արդեն հոգնել էր երկար մենակությունից և մանավանդ ընկճվել արքայի հիվանդությամբ։ Այժմ նա պտռում էր մի մտերիմ բարեկամ, որին կարենար պատմել յուր ցավերը։ Եվ ահա վերջապես այդ բարեկամը գալիս էր։ Բացի այդ, նա գիտեր, որ մարզպետունին կյանքով և եռանդով լի մարդ է և կարող է հույս ու կենդանություն ներշնչել արքային։ Ուստի սաստիկ ուրախացավ այդ նորությունն իմանալով։ Նրանք երկուսը միասին դիմեցին դեպի դիտարանը, ավելի մոտից ծովափի շարժումը դիտելու։ Եվ ահա հանդիպակաց ափը շրջապատեցին լաստեր և նավակներ, որոնց մասին իշխանը հոգացել էր կանխավ։ Նրանց մեջ լցվեցան մի քանի հարյուր հոգի, և փոքրիկ տորմիղը սկսավ սուրալ խաղաղ ալիքների վրա։ Առաջընթաց մակույկի մեջ նստած էին Գևորգ իշխանը և արքաեղբայրը, բնականաբար իրենց հետևորդներով։ Նույն մակույկի վրա ծածանում էր արքայական դրոշակը։ Մարզպետունին ուրախ էր, որ դարձնում էր նրան հաղթական փառքով։
որովհետև հիշում էր, թե որպիսի անստույգ վիճակի մեջ ստացավ այն արքայից։ Նա հրճվում էր մանավանդ, որ դրոշի հետ միասին վերադարձնում էր թագավորին յուր հարազատ եղբորը, որից նա վաղուց հեռացած էր գժտությամբ, և որի աջակցությունը պիտի ապահովեր այժմ յուր նոր ձեռնարկության հաջողությունը։ Բայց Աբբասը ուրիշ մտածությամբ էր զբաղված։ Նա այժմ գալիս էր յուր եղբոր և թագավորի մոտ և հիշում էր հեռավոր անցյալը, որի հետ կապված էին սրտառու հիշատակներ։ Նա հիշում էր յուր մանկությունը, որ անցուցել էր երազգավորսի արքունիքում, խաղերի և զվարճությանց մեջ, բայց միշտ անբաժան յուրաշոտ և մուշեղ եղբայրներից։ Հիշում էր յուր պատանեկությունը, որի միջոցին սովորում էր հայրենիքը պաշտպանելու կամ թշնամին վանելու դժվարին արհեստը, և իրան դասակից էին լինում միշտ նույն եղբայրները։ Հիշում էր յուր երիտասարդությունը, որի ժամանակ արդեն Աշոտ թագաժառանգը շահատակում էր պատերազմների մեջ, և ինքն ու Մուշեղը աջակցում էին նրան, չկամենալով երբեք բաժանվել եղբորից և ուխտելով նրան մշտական զինակցություն։ Բայց և այդտեղ նա մտաբերեց Նիգ գավառի պատերազմը, դավաճան Գագիկ արծրունու դեմ, որի ժամանակ իրենք կռվում էին առյուծի պես, բայց և այնպես հաղթվեցան, որովհետև Աշոտի գունդը կազմող սևորդիները ճակատից փախուստ տվին, որով և պատճառ դարձան իրենց պարտության և քաջ Մուշեղի գերվելուն և մահվան։ Մի վայրկյան հին զայրույթը բռնկեց Աբբասի սրտում. նա հիշեց Աշոտի թուլությունը, սևորդյաց օրիորդի հետ ունեցած սիրո պատմությունը, որ պատճառ դարձավ իրենց անդրանիկ անհաջողության, և նա զղջաց, որ գալիս է այդ եղբոր հետ հաշտվելու։ Բայց հենց որ դեմքը դարձուց և տեսավ մարսպետունուն, որ նայում էր յուր վրա իբրև մարմնացյալ եռանդ, իբրև աննկուն հայրենասիրություն, որ ամեն քեն ու ոխ ստորագրում էր միայն հայրենիքի շահուն, նա ամաչեց և զայրույթն իջավ։ Նրա աչքի առաջ արձանացավ այժմ ապաբախտ հոր դիակը, խաչի վրա հանած։ Նրա ականջներին զարկեց այդ դիակը ծաղրող մահմեդականների աղմուկը։ Նա հիշեց բռնավոր Յուսուփին, նրա անգթությունները և միևնույն ժամանակ մտաբերեց այն քաջին, որ ինչպես երկնային սրտմտություն իջավ ու տիկից դեպի ոստան, ցիրուցան արավ հագարացիներին, ջարդեց նրանց հրոսախմբերը, տարագրեց գազան Յուսուփին և յուր հոր նահատակության վրեժը տասնապատիկ առավելությամբ առավ արաբացիներից։ Դա յուր եղբայր Աշոտն էր, այն աննման հերոսը, որի երևույթը միայն սարսուռ էր ազդում թշնամիներին, և որին ինքը ուխտեց հավատարմություն և մշտական աջակցություն։ Եվ այդ պատճառով հաջողությունները հաջորդում էին միմյանց, որովհետև եղբայրական սերն ու միությունը առաջնորդում էին զորքին, և նրա դրոշտն ու սուրը հաղթական կացուցանում ամեն տեղ։ Բայց հենց որ այդ սերը սառեցավ, միությունը քայքայվեց, դժբախտություններն էլ իրենց դռները բացին։ Այժմ հին առյուծը փակվել էր վանդակի մեջ, թշնամիների սարսափը ծածկվել էր ճգնարանում։ Եթե թագավորը հանցավոր էր այդ բանում, մի՞թե ինքը Աբբասը անպարտ էր բոլորովին։ Ինչպե՞ս պիտի տեսներ այժմ եղբորը յուր նվաստության մեջ, այն հաղթող և հերոս Աշոտին աբեղաների խուցերում։ Եվ վերջին մտքերն այնպես հուզեցին արքայեղբորը, որ նրա աչքերը արտասուքով լցվեցան։ Ես այնպես ջերմագին կսեղմեմ նրան կրծքիս, որ յուր վշտերն իսկույն մոռանա, շշնջաց ինքն իրան Աբբասը և սրբեց աչքերը։ Երբ նավակները հասան կղզու ափին, արքայի պահանորդները կանգնած էին այդտեղ։ Նրանք եկել էին իշխանին դիմավորելու, բայց տեսնելով նրա հետ և արքայեղբորը, որ սիրալիր կերպով ողջունեց իրենց, իսկույն ցնծության աղաղակ բարձին և կեցցեներով թնդացրին օդը։
Ապա առաջնորդեցին նորեկներին դեպի վերին տունը, ուր ապրում էր թագավորը։ Վերջինս, որ Աբասին չէր սպասում, տեսնելով նրան մարզպետունու հետ, սաստիկ ուրախացավ։ Նա մոռացավ իսկույն թե յուր աստիճանը և թե եղբորից կրած դառնությունները։ Նա հիշեց միայն, որ Աբասը յուր եղբայրն է, միակ հարազատն աշխարհում։ Ուստի չսպասեց, որ նա հասներ դղյակին։ Նա ինքը փութած կրտսեր եղբորը դիմավորելու։ Բլրակի կանաչ զառիվայրի վրա նրանք հանդիպեցին իրար։ Սիրելի եղբայր, սիրեցյալ թագավոր բացականչությունները խեղդվեցան նրանց ջերմ գրկախառնության և համբույրների մեջ։ Իշխանը և բոլոր հետևորդները բլրի վրա արձանացած դիտում էին հարազատների սրտաշարժ հանդիպումը։ Այդ լուռ տեսարանը այն աստիճան հուզիչ էր, որ ներկա եղողներից շատերն արտասվեցին։ Նրանցից ամեն մինը զգում էր, թե երկիրը որքան շատ է տուժել դրանց գժտությունից, և միևնույն ժամանակ չափում էր, թե որքան շահ կարող է ստանալ նա այդ քաղցր հաշտությունից։ Թագավորը, որ արդեն տկար էր, սաստիկ հուզումից էլ ավելի թուլացավ։ Նա հազիվ ողջունեց մյուս հետևորդներին, բայց աջը դեպի մարզպետունին ուղղելով, սեղմեց նրա ձեռքը և ասաց. «Այնքան շատ եմ պարտական քեզ, իշխան, որ կուզենայի ապրել միայն քո երախտյաց փոխարենը հատուցանելու համար։ Ապրիր քո գահի և հայրենիքի համար, տեր, մարզպետունի իշխանը քո նվաստ ծառան է. նա յուր պարտքից ավելի դեռ ոչինչ չէ արել», ֊ պատասխանեց իշխանը համեստաբար։ Այնուհետև նրանք բարձրացան դեպի դղյակը, ուր թագուհին սիրով ընդունեց յուր տագրին և նրա հետ միասին իշխան մարզպետունում։ Արքայական կացարանը յուր տխրությունից մերկացավ, և հանապազօրյա հառաչանքներին հաջորդեցին խնդություն, հրճվանք և հաճոյական զրույցներ։ Շուտով կղզին հասան նաև մյուս զորքերը, և Սևանը կյանքով և կենդանությամբ լցրին։ Եվ որովհետև իշխանը հրամայել էր նրանց հաշտության տոն կատարել, ուստի աբեղաների խուցերը դադարեցին շուտով ճգնարան լինելուց։ Հոգևոր հայրերը մոռացան հսկումները, և սյունյաց հինավուրց ամրոցը տոնական կերպարանք առավ։ Ուրախության օրերն անցնելուց յետ թագավորը հրավիրեց յուր մոտ Աբբաս եղբորը և թագուհու ու մարզպետունի իշխանի ներկայությամբ նրան ասաց. «Վաղուց կամենում էի հաշտության ձեռք պարզել քեզ իբրև իմ եղբորն ու ժառանգին, որովհետև տեսնում էի, թե որքան շատ է տուժում երկիրը մեր գժտության պատճառով։ Բայց անդրանկական իրավունքը և արքայական ինքնասիրությունը թույլ չտվին ինձ խոնարհիլ կրտսեր եղբոր առաջ։ Այո, կամենում էի, որ դու դիմեիր ինձ. սպասում էի, որ դու հաշտության առաջին խոսքն արտասանեիր։ Որքան իրավունք ունեի, ես չգիտեմ, բայց դա իմ ցանկությունն էր։ Երբ մարդ փափագ ունի ապրելու, նա սիրով փարում է այդ ունայն զգացմունքներին։ Եվ սակայն իմ ակնկալությունն անցավ ապարդյուն. դու չմոտեցար ինձ, և ես խոր վիշտ զգացի այդքան անողոք սիրտ ունենալուդ համար։ Հազիվ անցավ մի տարի, բախտը ինձանից յուր երեսը դարձուց և ապրելու տենչը մեռավ իմ սրտում։ Բայց թողնենք այդ պատմությունը, նա արդեն քեզ հայտնի է։ Այո, երբ վիրաբույժս ինձ հայտնեց, թե շուտով պիտի մեռնեմ, փառք տվի Աստծուն, որ քեզ հետ հաշտվելու պատեհ առիթը ներկայացավ։ Շնորհակալ եմ, սիրելի Աբբաս, դու իմ վերջին խնդիրը հարգեցիր և բերիր ինձ հարազատ եղբոր համբույրը, որ թանկագինն է ամեն համբույրներից, որ երջանկություն է բերում աշխարհին, որ անիրավ զոհեր չէ պահանջում, որ սրբում է թշվառի արտասուքը և վշտահար սրտերը մխիթարում։ Ավաղ, ինչո՞ւ մարդիկ չեն գնահատում կամ շատ ուշ են ճանաչում նրան։
Իսկ ես ահա դրա փոխարեն տալիս եմ քեզ այսօրվանից իմ թագն ու գահը, որ ավանդ ստացա մեր հորից. տալիս եմ քեզ այն իբրև իմ և թագուհու միակ ժառանգին. վայելիր այն Աստուծո, ազգի և մեր օրհնությամբ։ Թագավորը վերջին խոսքերն արտասանելով, նայեց թագուհուն մի կարեկցական հայացքով, և ապա նորեն Աբբասին դառնալով շարունակեց. Սակայն, սիրեցյալ եղբայր, իմ թագը կրելուց և գահին բազմելուց առաջ ընդունիր ինձանից նաև մի ուրիշ թանկագին ավանդ. խնդրում եմ, երդվիր պահել ու խնամել նրան ամենաքնքուշ հոգատարությամբ. այդ մեծագին ավանդը իմ թագուհի ամուսինը և քո քույրն է, որ շատ վշտեր կրեց աշխարհում, և որի բախտը կարող եմ հանձնել միայն քեզ, աշխարհի մեջ ունեցած իմ միակ հարազատին։ Թագուհին, որ լուռ և տխուր լսում էր արքային, հանկարծ հեկեկաց, և արտասուքն աղբյուրի պես սկսավ հոսել նրա աչքերից։ Մի իլար սիրեցյալ սահանույշ, ոչ ոք աշխարհում չէ ապրում հավիտյան, ասաց թագավորը խանդաղատելով։ Մի հոգար ուրեմն և իմ մասին, պատասխանեց թագուհին արտասուքից խեղդվող ձայնով։ Տեր արքա, ինչու համար են այս տխուր զրույցները, բացականչեց Աբբասը տեղից վեր կենալով։ Մի՞թե արքայական գահը կարող է ավելի սիրելի լինել ինձ, քան իմ պարտավորությունը, և թագն ու գահիսոնը կարող են փոխարինել ինձ այն կորուստը, որ պիտի կրեմ իմ հարազատի մահվամբ։ Օն ուրեմն մի վշտացնիր իմ սիրտը, որ լի է սիրով դեպի քեզ և ցանկությամբ տեսնել իմ թագավորը նորեն յուր փառած բարձրության վրա։ Աստված թող երկարե քո կյանքի օրերը, և ես կլինեմ քո գահի ծառան։ Այդ է միակ իմ տենչը, և դա կլինի իմ պարտավորությունը։ Հավատում եմ քո սրտի անկեղծության և կարի վշտանում, որ այսքան ուշ սկսա վայելել քո սիրո քաղցրությունը։ Բայց սիրելի Աբբաս, իմ օրերը հաշված են, ես պիտի հեռանամ աշխարհից։ Աստված թող օրհնե և պահպանե քեզ, որպեսզի մխիթարես քո ժողովուրդը, որ այնքան շատ վշտացավ իմ թագավորության օրով։ Քո թագավորության օրով էլ նա կմխիթարվի, պատասխանեց Աբբասը աշխուժով։ Դու մեզ հետ միասին կհեռանաս այստեղից, կմտնես շուտով քո աթոռանիստը, կբազմես նորեն քո գահի վրա, և մենք կաշխատենք փառքով այդ գահը շրջապատել։ Փառքո՞վ։ Վաղուց եմ ես այդ փառքի աղբյուրները ցամաքացրել, ընդհատեց թագավորը վշտալի ձայնով։ Ոչ, տեր արքա, այդ աղբյուրները չեն ցամաքել, այլ նվազել են, և այն ոչ թե քո, այլ իմ հանցանքով, ուստի ինձ մնում է քավել այդ հանցանքը։ Դու միայն մի պարտք ունիս կատարելու, այն է քո արժանավոր թագավորությամբ մոռացնել տալ հայ ժողովրդին Աշոտ երկաթի անունը։ Այդ անունն այսուհետև ավելի պիտի փառավորվի, հարեց Աբբասը վճռական ձայնով։ Իսկ ինձ շատ օր չէ մնում ապրելու, նկատեց թագավորը։ Ընդհակառակը, տարիներ են մնում, տեր արքա, խոսեց մարզպետունին խորհրդավոր ժպտալով։ Իսկ դու իմ վերքը տեսել ես, հարցրեց թագավորը։ Ես լսել եմ քո վիրաբույժին, որի տված տեղեկությունները կարի մխիթարական են։ Ինչ կնշանակե դա, հարցրեց թագավորը զարմանալով։ Մարզպետունին ներողություն խնդրեց վիրաբույժի համար, որ հասարակած օգուտն նկատի ունենալով սխալ տեղեկություն է տվել արքային յուր հիվանդության նկատմամբ և հայտնեց, որ իսկապես ոչ մի վտանգ չէ սպառնում յուր կյանքին, և թե շուտով կապաքինվի ինքը, եթե հաճի ելնել Սևանից և վերադառնալ Ոստան։
Թագավորը երկար ժամանակ համառում էր յուր որոշման մեջ, որ էր ապրել և մեռնել Սևանում։ Բայց Աբբասի և մարզպետունու թախանձանքը և զորավոր խոսքերը, որ շատ երկար շարունակվեցին, վերջ ի վերջո համոզեցին նրան վերադառնալ յուր աթոռանիստը երազգավորս։ Եվ որպեսզի արքայի վերադարձը լիներ փառավոր և հանդիսավոր, արքաեղբայրն ու իշխանը հրաման ուղարկեցին Ոստանում գտնվող իրենց զորքերին շտապել Սևան։ Նույնպիսի առաջարկությամբ դիմեցին նրանք Սյունյաց Սմբատ իշխանին։ Վերջինս ժողովեց իսկույն յուր ազատ գնդերը և մտավ Գեղարքունիք, ամիսներից ի վեր այդտեղ հյուր եղող արքային յուր մեծարանքը մատուցանելու։ Վահրամ֊Սեփուհը նույնպես վերցրեց Գեղալեռներում գտնվող յուր բանակը և Գոռ իշխանի հետ միասին շտապեց Սևան։ Նույն տեղը հասավ և Աբբաս արքաեղբոր մնացորդ զորքը։ Այդպիսով միացյալ բանակի զորացթիվը հասավ մի քանի հազարի։ Թագավորը այս պատրաստությունները տեսնելով, սկսավ ուրախանալ և մխիթարվել, և այդ լավ ազդեցություն արավ նրա հիվանդության վրա։ Իսկ թագուհին չգիտեր, թե ինչ բառերով արտահայտեր յուր շնորհակալիքն ու երախտագիտությունը յուր տագերն ու մարզպետունուն, որոնք կարծես նոր կյանք էին ներշնչում թե իրան և թե արքային։ Մի քանի օրից ետ թագավորը, թագուհու, արքաեղբոր և իշխանների հետ միասին հրաժեշտ տվավ Սևանի հյուրընկալ միաբանությանը և միացյալ բանակի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի յուր աթոռանիստ գավառը, Շիրակ։ Մի շաբաթ էր, ինչ երազգավորսը կերպարանափոխվել էր։ Նրա լուռ փողոցները լցվել էին աղմուկով, անցուդարձը մեծացել էր և հրապարակներում տիրում էր ժխոր։ Արքայական պալատը, որ մինչև այդ անբնակ էր, նորեն կենդանացել, հանդիսավոր կերպարանք էր առել։ Նրա հոյակապ դահլիճները զարդարվել էին գորգերով, թավշով և կերպասով, կամարները պճնվել ծաղիկներով և սյունաշարերը ծածկվել գույնզգույն դրոշակապերով։ Այնտեղ այժմ տիրում էր անսովոր շարժում, և դատարկ դստիկոնները լցվել էին բնակիչներով։ Իշխան մարզպետունու կարգադրությամբ օր առաջ հասել էին Երազգավորս Գառնո դղյակում ապրող տիկնայք և իշխանուհիները։ Մարիամ և Գոհար տիկնանց հետ միասին եկել էր նաև շահանդուխտ օրիորդը, հանձնելով յուր պաշտոնը Մուշեղ Բերդակալին։ Երազգավորսի արքունիքում եռում էր այժմ կյանքը։ Ամենքը պատրաստվում էին թագավորին և թագուհուն դիմավորելու։ Երբ նշանակված օրը հասավ, աթոռանիստ քաղաքի բնակիչները ընդառաջ գնացին արքային մի քանի փարսաղ ճանապարհ։ Նրանց առաջնորդում էին ազատանիները։ Իսկ պալատական տիկնանց և իշխանուհիների խումբը, որոնց գլուխ անցած էր արքաեղբոր ամուսին Գուրգենդուխտ տիկինը, սպասում էր արքային Սուրբ Փրկչի տաճարում։ Վերջապես թագուհու, արքաեղբոր և հետնորդ իշխանների հետ միասին մուտք գործեց թագավորը յուր աթոռանիստ քաղաքը, որից բացակա էր մի ամբողջ տարի։ Նրա մուտքն այնքան փառավոր և բազմամարդ էր, որ նմանում էր հաղթական մի դարձի։ Բացի հազարավոր զորքերը, որոնց մեծ մասը մնացել էր քաղաքից դուրս, եկել խռնվել էին Երազգավորս լայնածավալ Շիրակա բնակիչները, որով և անցուդարձը փողոցներում արգելել։ Ամենքը կարծես կարոտել էին թագավորին, շտապում էին ժամ առաջ այդ կարոտը լցնելու։ Եվ ամեն տեղ, ուր որ անցավ արքան, ժողովուրդը նրան դիմավորեց ցնծության աղաղակներով։ Այս ամենը իհարկե տեսավ թագավորը, հուզվեց, արտասվեց։ Նա հիշեց յուր անցյալը, համեմատեց ժողովրդի այս և այն ժամանակվա ոգևորությունը և գտավ նրանց համանման։ Բայց ինքը, ավաղ, այլևս հին դյուցազնը չէր։ Յուր հոգեկան աշխարհը զուրկ էր կենդանությունից։ Ոգևորությունները չէին ջերմացնում նրա սիրտը։ Բայց որպեսզի չհուսահատեցնե յուր շրջապատողներին և մանավանդ Աբբաս եղբորն ու մարզպետունի իշխանին, որոնց անձնվիրությունը գնահատում էր ըստ արժանվույն, նա աշխատեց զսպել իրեն և ամենքին երևալ ուրախ ու զվարթերես։ Բացի այդ,
Նա որոշեց մինչև անգամ խորհուրդ տալ մարզպետունուն օգուտ քաղել ժողովրդի այդ ոգևորությունից, ծառայեցնելով նրանց եռանդը առավել շահյակ մի ձեռնարկության, այն է դվինի գրավման, որի մասին ինքը իշխանն աշխատել էր երկար, բայց որի հաջողության արգելք էր դրել Աշոտ Բռնավորը յուր մատնությամբ։ Երբ ժողովուրդն ու ազատանին արքայի Գալստյան առթիվ ստեղծած տոնախմբություններն ավարտեցին, թագավորը հրավիրեց յուր մոտ Աբբասին և մարզպետունուն ու հայտնեց նրանց յուր խորհուրդը։ Քանի այսքան զորք ի միասին ունինք խմբած, և սունյաց իշխանը յուր գնդերով գտնվում է մեզ մոտ, պատրաստվեցեք հարձակվել Դվինի վրա. ձեր այս ուժին հագարացիք դիմադրել չեն կարող, և դուք մայրաքաղաքը կխլեք նրանցից, ֊ ասաց թագավորը։ ֊ Ինչպե՞ս, դու այդ կթույլատրե՞ս մեզ, ֊ կես զարմացած և կես ուրախացած հարցրեց մարզպետունին։ ֊ Մի՞թե ես պարզ չխոսեցի, ոչ միայն թույլատրում, այլև խորհուրդ եմ տալիս, չպետք է բնավ հապաղել։ Տեր արքա, այդ իմ փափագն է, ֊ հարեց մարզպետունին։ Երբ Սևանում կաթողիկոսի փախուստը լսեցի և իմացա ստուգիվ, որ Բռնավորի թելադրությամբ է խույս տվել նա, կամեցա աղաչել քեզ ուղղել ճանապարհդ դեպի Դվին։ Մենք կարող էինք հանկարծակիի բերել հագարացիներին և մայրաքաղաքը գրավելով վիշտ պատճառել սպարապետին, բայց Շիրակում սպասում էին մեզ, չկամեցա փորձության ենթարկել մեր բախտը և ժողովրդյան ուրախությունը։ Իսկ այժմ, քանի որ այդ հրամանը տալիս է մեզ արքան, 2 օրից արդեն բանակը կարող ենք շարժել դեպի Ոստան. մնում է միայն ստանալ արքաեղբոր և սունյաց իշխանի հաճությունը։ Ես իմ զորքերով պատրաստ եմ, ֊ ասաց Աբբասը վճռաբար։ Խոսեցեք ուրեմն Սմբատ իշխանի հետ և արդյունքը հայտնեցեք ինձ, ֊ հրամայեց թագավորը։ Նույն ավուր երեկոյան արքաեղբոր ապարանքում խորհրդի ժողովվեցան մարզպետունի իշխանը, սյունյաց տերը, Վահրամ-Սեփուհը և Գոռ իշխանիկը։ Արքաեղբայրը հայտնեց ամենքին թագավորի ցանկությունը և առաջարկեց նրանց հայտնել իրենց կարծիքը առաջադրյալ խնդրի մասին։ Մարզպետունի իշխանի տված մի քանի բացատրություններից ետ ամենքը միաբերան ցանկություն հայտնեցին հետևել արքայի խորհրդին և օգուտ քաղել հանգամանքների հաջողությունից։ Սմբատ իշխանը, որ երդվել էր վրեժխնդիր լինել ոստիկանին նրա երդմնազանցության համար, հավատաց, թե Աստված ինքն է ներշնչել արքային այդ ցանկությունը։ Նրան ուրախացնում էր մանավանդ այն միտքը, թե շուտով պիտի ազատե բանտից իշխան եղբայրներին և թափե կաթողիկոսարանը մահմեդականների ձեռքից։ Այս պատճառով հանձն առավ յուր ռազմական բոլոր ուժը համախմբել Դվնո շուրջը։ Շուտով մյուս իշխաններն էլ սկսան կարգավորել իրենց զորքը և պատրաստել նրան մոտալուտ հարձակման։ Երազգավորսի շուրջը գտնվող դաշտավայրերի վրա, ուր Տիգրիսի վտակը խառնվում է Ախուրյանի հետ, զարկած էին դաշնակից իշխանների զորաց վրանները։ Մի քանի օր էր, ինչ այդտեղ սկսվել էր տագնապալից շարժում։ Մարդիկ կարծես կրակի մեջ էին։ Զորագնդերի մի մասն ընդհարման վարժություններ էր անում, մի մասը հարձակման փորձեր էր կատարում։ Ոմանք մրցախաղերով էին պարապած, իսկ ոմանք պարսպահար գործիներ կամ պաշարման համար պիտանի նյութեր էին պատրաստում։ Այդ ամենի վրա հսկում էին թե իրենք, իշխանները, և թե մանավանդ Վահրամ-Սեփուհը և Գոռ իշխանիկը։ Վերջինս եթե փափագում էր օրվա գեթ մի ժամը անցնել յուր հարստացուի հետ, որ այդ միջոցին գտնվում էր արքունիքում, այդ էլ չէր կարողանում, որովհետև ռազմական պատրաստությունները խլում էին նրա բոլոր ժամերը։ Հազիվ գիշերվա մեջ հանգչում էր նա մի փոքր և վաղ առավոտվանից նորեն գործի սկսում։ Բայց արի պատանին ոչ միայն չէր տրտնջում, այլև ժպիտը չէր հեռացնում երեսից։ Իսկ Վահրամ-Սեփուհը նրան ոգևորելու համար ասում էր. «Շուտով, սիրելիս,
դվինը կառնենք, հաղթական տոներ կկատարենք և մայր տաճարի մեջ քո պսակը կորցնենք։ Մինչդեռ երազգավորսում այս պատրաստություններով էին զբաղված, տեղի ունեցավ մի անակնկալ դեպք, որ սառեցրեց զորքի և զորապետների եռանդը։ Այդ հետևյալն էր. արքայի Շիրակ գավառը մտնելու օրից արդեն լուր էր հասել ոստիկանին, թե թագավորը մեծ զորքով վերադառնում է յուր ոստանը։ Նսրը, որ վաղուց ծանոթ էր Աշոտ Երկաթի քաջությանը և գիտեր, թե նա քանի անգամ է ընկած տեղից բարձրացել, նորից զորացել և յուր իշխանության վնասներ է հասցրել, սաստիկ վախեցավ, երբ նրա վերադարձը լսեց։ Նրա երկյուղը զորացրին մանավանդ արքայի գնացքին հետևող յուր այն լրտեսները, որոնք եկան և պատմեցին նրան այդ մեծադղորդ վերադարձի մանրամասնությունները։ Հայտնեցին զորքերի թիվը, նկարագրեցին նրանց սպառնական ընթացքը, ժողովրդական ոգևորությունը, արքայի ընդունելության փառահեղությունը և այլն։ Արդեն Աբասի հաշտությունը թագավորի հետ այնպիսի մի դեպք էր, որից ոստիկանը պիտի վախենար, որովհետև այդ երկու քաջերի միությանն արաբացիք դիմադրել չէին կարող։ Բայց երբ նա իմացավ, որ Սյունյաց Սմբատ իշխանը ևս միացել է նրանց հետ յուր զորքերով, էլ սրտի բոլոր քաջությունը կորցրեց։ «Այո, միությունը ուղղված է իմ դեմ», մտածեց նա ինքն իրեն։ «Թագավորն ուզում է հալածել ինձ այստեղից։ Նա չէ գոհացել իմ զորքերը ջարդելով և աշխատում է ուրեմն Ամիրապետի իշխանությունը վերացնել այս երկրից։ Իսկ Սմբատ իշխանը միացել է նրա հետ, որպեսզի վրեժ լուծե այն անարգանաց համար, որ ես հասուցի նրան, իր երդման դրժելով և յուր եղբայրները զնդանում պահելով»։ Այս մտածությամբ ընկճված նա հրավիրեց յուր մոտ Բեշիր զորապետին և Դվնո դեմպետին ու խորհուրդ արավ նրանց հետ, թե ինչպես կարող է սպառնացող վտանգը հեռացնել իրենից։ Բեշիրը հայտնեց, որ քաղաքում գտնվող արաբական զորքը հազիվ կարող է 10 օրյա պաշարման դիմադրել, ըստ որում համբարանոցներում պաշարը նվազած է և շուտով այն հայթայթել չեն կարող։ Միակ փրկությունը Դամասկոս սուրհանդակ ուղարկելը և Ամիրապետից օգնական զորք խնդրելն է, բայց այդ միջոցը երկար կտևի, և հայերը մինչև այն կարող են պաշարել Դվինը։ «Ինչպե՞ս կլինի, եթե մենք ինքներս հաշտություն առաջարկենք նրանց և թագավորի բարեկամությունը խնդրենք», ֊ հարցրեց ոստիկանը։ «Մեր կրոնն իրավունք է տալիս քեզ խոնարհել և կեղծավորել անհավատին, եթե բռնությամբ չես կարող հաղթել նրան», ֊ ասաց դեմպետը։ «Միայն պիտի գիտենաս, որ մի անգամ խոնարհելուդ համար 10 անգամ պիտի խոնարհեցնես, երբ հանգամանքները նորեն հաջողին քեզ։ Այո, ինձ միայն մի անգամ է անհրաժեշտ խոնարհել այդ թագավորին, որպեսզի նրա շուրջը խմբված զորքերը հեռացնեմ», ֊ պատասխանեց ոստիկանը։ «Իսկ այնուհետև գիտեմ, նոր երկպառակություն կծագի, իշխանները կրկին կելնեն միմյանց դեմ։ Երկու հայի գլուխ մի կաթսայում չի եփվիլ, այդ հո հին առած է, և ահա, երբ այդ առածը կճշտվի, այն ժամանակ նորեն մենք մեր սուրը կհանենք»։ «Այո, այդպես լավ է, այդ է միակ խոհական միջոցը», ֊ ասաց Բեշիրը, և դեմպետը համաձայնվեցավ նրա հետ։ Եվ ահա մի գեղեցիկ օր, երբ դաշնակից իշխանները վերջին զորահանդեսն էին կատարում, և թագավորը յուր նժույգը հեծած և ոստանիկ թիկտապահներով շրջապատված ներկայանում էր հանդիսին, որպեսզի անձամբ ոգևորե և քաջալերե զորքերին, ահա հանդիպակաց դաշտի վրա երևաց հեծյալների մի խումբ, որ արշավասույզ դիմում էր դեպի հայոց բանակը։ Երբ նա բավական մոտեցավ, մարզպետունի իշխանը նկատեց արաբական դրոշը և հրամայեց գոռին ընդառաջել յուր գնդով և տեղեկանալ, թե ովքեր են և ինչու են գալիս։ Որքան մեծ եղավ երիտասարդի զարմանքը, երբ նա հեծելախմբին մոտենալով տեսավ նրա հետ Սյունյաց Բաբգեն իշխանին պատվավոր զրահավորության մեջ և ոստիկանի ավագանիներով շրջապատված։
Մինչդեռ նա անակնկալ հանդիպումով շփոթված պատրաստվում էր յուր զարմանքը արտահայտելու, իշխանը դիմեց դեպի նրան և փարելով երիտասարդին, համբուրվեցավ նրա հետ։ Ի՞նչ դեպք և ի՞նչ հողմ հաջողեցին քո դարձը, տեր, բացականչեց գոռը, ուրախանալով։ Իշխանը մի քանի խոսքով հայտնեց նրան յուր առաքելության նպատակը, և ապա երկուսը միասին իրենց հետևորդներով դիմեցին դեպի բանակը։ Սյունյաց Սմբատ իշխանը հեռվից ճանաչեց եղբորը և առաջ վազելով փարեց նրան ջերմագին։ Հարազատների հանդիպումն այնքան սրտաշարժ էր և ուշագրավ, որ ստիպեց ոստիկանի պատգամավորներին սպասել միառժամանակ բանակից դուրս, մինչև որ եղբայրական սիրո հուզումն անցներ և սրտերը հանգստանային։ Ապա Բաբգեն իշխանը միանալով նրանց հետ ներկայացավ թագավորին, որ ընդունեց պատգամավորներին բացօթյա և բոլոր յուր իշխանների ներկայությամբ։ Ամիրապետի ոստիկանը Նսեր Ամիրան շնորհավորում է մեր բերանով քո արքայական վերադարձը դեպի Շահնշահի Տաթոռանիստը։ Առաջ գալով խոսեց արքայի հետ պատգամավորության առաջնորդը։ Ընսմին ցանկանալով մշտական բարեկամություն հաստատել հզոր Շահնշահի հետ, Ամիրան խնդրում է մոռանալ ամեն գժտություն, որ տեղի է ունեցել մեր մեջ, ամեն քեն ու ոխ, որ առաջացել է ցավալի ընդհարումներից և դնել միմյանց հետ խաղաղության ուխտ, թե Ամիրապետի և թե ձեր ժողովրդի շահուն համար։ Եվ ահա, յուր բարի դիտավորությունն ապացուցանելու համար, ոստիկանը հանել է բանտից սիսական իշխաններին, որոնցից մինը յուր ազատ կամքով առաջնորդեց մեզ մինչև այստեղ, իսկ մյուսը այն է Սահակ իշխանը, պատվով ապրում է դվնո մեջ, հայոց թագավորների կառուցած ապարանքներում։ Այս ամենից հետո Ամիրան ուղարկում է Շահնշահին արժանավայել ընծաներ, որոնց և խնդրում է ընդունել իբր իսկական հավաստիք դեպի հայոց ազգն ու թագավորը ունեցած յուր անկեղծ բարեկամության։ Այս ասելով առաջնորդը նշան արավ, և ընծայակիրները մատուցին արքային իրենց բերած ընծաները։ Թագավորը, թեպետ դժգոհ այս անակնկալ պատգամավորությունից, այսուամենայնիվ ի պատիվ Բաբգեն իշխանի, սիրով ընդունեց նրանց, շնորհակալություն արավ ոստիկանի բարի դիտավորության և ղրկած ընծաների համար։ Ապա հրավիրելով պատգամավորներին քաղաք, խոստացավ նրանց պատասխանել Ամիրայի առաջարկության մի քանի օրից հետո։ Բայց այս նորությունը անախորժ տպավորություն արավ ինչպես իշխանների, նույնպես և զորքի վրա։ Ամենքն արդեն պատրաստված էին դվին հարձակվելու, զորքերին մանավանդ վառել բորբոքել էին Աբասը մի կողմից, մարզպետունին մյուս կողմից։ Իսկ գոռ իշխանիկը ժամեր էր համարում դվնո դաշտ իջնելու համար։ Նա մտածել էր անձամբ մուտք գործել քաղաքի ներքնուղին, որի գաղտնի ելքը ծանոթ էր իրեն, և յուր ձեռքով տնկել հաղթության դրոշը դվնո միջնաբերդի վրա։ Դրանից ավելի լավ հաղթության առիթ չէր կարող նա երազել։ Իսկ այդ հաղթության մրցանակը պիտի լիներ այն օրիորդի համբույրը, որ սպասում էր իրեն Երազգավորսի արքունիքում։ Այսուամենայնիվ խորամանկ հագարացու պատգամավորությունը ի դերև էր հանում քաջերի հույսը։ Շատերը նրանցից ցանկանում էին, որ թագավորը մերժե ոստիկանի առաջարկությունը և խաղաղությունը ձեռք բերե ոչ թե արաբացոց հետ բարեկամանալով, այլ նրանց յուր երկրից ընդմիշտ արտաքսելով։ Այս առթիվ ահա խորհուրդ կայացավ թագավորի մոտ։ Բոլորը սկզբում հարձակման կողմն էին, բայց երբ Բաբգեն իշխանը հայտնեց, թե Նսրը առանձին հասկացրել է իրեն, որ յուր Սահակ եղբորը, թեկուզ ազատած, այսուամենայնիվ պահում էր դվնում իբրև պատանդ, և եթե թագավորը մերժելու լինի յուր առաջարկությունը և մոտենա դվին, զորքով յուր քաղաքը պաշարելու, առաջին օրն իսկ նա կախել պիտի տա իշխանին պարսպի աշտարակի վրա։ Ամենքը մնացին շվարած։ Եղբորս կյանքը վտանգի չենթարկելու համար գոնե պիտի ընդունենք ոստիկանի առաջարկությունը, խոսեց իսկույն Սմբատ իշխանը, վախենալով կարծես միգուցե ուրիշները հակառակ կարծիք հայտնեն
Դու շտապեցիր, սիրելի իշխան, նկատեց թագավորը ժպտալով։ Որքան էլ մեր զորքի և իշխանների պահանջը տվին հարձակվելու նկատմամբ իրավացի է, այսուամենայնիվ ես ավելորդ մի զինվոր չեմ զոհել այնպիսի ժամանակ, երբ թշնամու բարեկամությունը հնարավոր է ձեռք բերել խաղաղությամբ։ Թեպետ մեր ուժը գերազանց, թեպետ հանգամանքները նպաստավոր, այսուամենայնիվ մենք չենք կարող դվինը գրավել, առանց գոնե մի քանի 100 զինվոր զոհելու։ Իսկ այդ զոհերը մենք պիտի խնայենք, քանի որ առանց այն էլ բավական շատ ենք զոհել։ Սկզբում ճշմարիտ է, անհաճո տպավորություն արավ ինձ վրա ոստիկանի պատգամը, բայց այդ այն պատճառով, որ ես էլ վարակված էի ձեր ոգևորությամբ։ Իսկ հետո սկսա լրջությամբ կշռել և եկա այն համոզման, թե ավելի լավ է դվնո տիրապետ թողնել Ամիրապետի ոստիկանին, քան թե նրան հալածելու համար զոհել մի քանի 100 հոգի։ Արդ եթե հասարակ զինվորների նկատմամբ այս մտածմունքն է մեզ առաջնորդում, որքան ևս առավել զգուշությամբ պիտի հոգանք քո եղբոր և իմ հարազատի համար, որ սիրելին է թե մեր արքունյաց և թե համայն սյունեցոց, և որի կյանքն այս րոպեիս գտնվում է գազան հագարացու ձեռին։ Այս պատճառով ահա ես որոշում եմ ընդունել ոստիկանի առաջարկությունը և բարեկամության դաշն կռել նրա հետ։ Այնուհետև եթե մեզ ազատ ժամանակ կմնա, կզբաղվենք մեր երկրի ներքին շինությամբ, մինչև որ մի օր բախտը կհաջողե Սահակ իշխանին ևս ոստիկանի ձեռից փրկելու։ Թագավորի որոշումը սիրով ընդունեցին ամենքը, իսկ սյունյաց իշխանները սրտագին շնորհակալություն արին նրան իրենց եղբոր նկատմամբ ունեցած խնամոց համար։ Ներկա եղողների մեջ դժգոհ էր միայն Գոռ իշխանիկը, որովհետև արքայի որոշումը խլում էր նրանից այն փառքը, որ նա հույս ուներ ձեռք բերել դվնո առման ժամանակ։ Այդ բանը նկատեց թագավորը և ժպտալով դարձավ յուր խորհրդականներին. Ձեզանից ով կարող է առաջարկել ինձ մի միջոց, որով կարողանանք փոխարինել Գոռ իշխանի այն կորուստը, որ նա կրում է այս հաշտությամբ։ Ես, տեր արքա, բացականչեց Բահրամ-Սեպուհը։ Խոսիր, Սեպուհ, ես շնորհապարտ կմնամ քեզ, ասաց թագավորը շարունակ ժպտալով։ Մի քանի ամիս առաջ, տեր արքա, մենք Գառնիում օրհնեցինք Գոռ իշխանի և քո հոգեդուստր օրիորդ Շահանդուխտի նշանադրությունը։ Մենք պայման դրինք այն ժամանակ պսակել նրանց, հենց որ հագարացիք հեռանան մեր երկրից և խաղաղությունը տիրե։ Այդ պայմանն ահա լրումն առավ այսօր։ Թեպետ հագարացիք դեռ չեն հեռացել Հայաստանից, բայց միևնույն է, նրանց ուժն արդեն խորտակված է, քանի որ իրենք են հաշտություն խնդրում մեզանից։ Ուրեմն հասել է պսակի ժամը, տեր արքա, հրամայիր մեզ հարսանյաց տոնախմբությունները սկսել և դրանով մեր իշխանի կորուստը կփոխարինվի։ Կեցցես, Սեպուհ, ավելի իմաստուն առաջարկություն անկարելի էր անել, բացականչեց թագավորը։ Վաղուց մեր արքունիքը կարոտ էր ուրախության, թող ուրեմն վաղվանից ամեն ինչ պատրաստվի։ Սյունյաց օրիորդի հարսանյաց ի դեպ կմասնակցեն օրիորդի հորեղբայրները և սյունյաց քաջերը։ Մարզպետունի իշխանը տեղից վեր կացավ և շնորհակալություն արավ արքային յուր այդ ուրախարար հրամանի համար։ Իսկ Գոռը, որ ամոթխածությունից բոլորովին շառագունել էր, ծնկան եկավ և թագավորի ձեռը ջերմությամբ համբուրեց։ Հետևյալ առավոտ հաշտության դաշնագիրը գրվեցավ, որ թագավորը կնքելով հանձնեց ոստիկանի պատգամավորներին, տալով նրանց նաև զանազան ընծաներ, դվնո ոստիկանին տանելու համար։ Իսկ մի քանի օրից ետ ամենափրկիչի հոյակապ տաճարում, որ կառուցել էր Սմբատ թագավորը, մեծ հանդեսով և շուքով կատարվեց Գոռ իշխանի և Շահանդուխտ օրիորդի ամուսնության պսակը։ Այդ հանդեսին ներկա էին թագավորը, թագուհին, բոլոր արքայազունները և համայն իշխանապետական դասակարգը։ Գառնու ամրոցում արած խոստման համաձայն,
Նորապսակների խաչը բռնեց Վահրամ Սեփուհը, որ այդ օրը յուր հանդիսական զեն ու զարդի մեջ նմանում էր մի հոյակապ դյուցազնի։ Ինչ վերաբերում է Գոռ իշխանին և շահանդուխտ օրիորդին, նրանք արդեն բոլոր համախմբված քաջերի և գեղեցկուհիների անզուգական պսակն էին կազմում։ Մի քանի օր շարունակ տևեցին հարսանյաց տոնախմբությունները։ Բոլոր Շիրակը համարյա մասնակցեց արքունյաց ուրախության, իսկ զորքերը նրանով այն աստիճան զբաղվեցան, որ մոռացան մինչև անգամ դվնո արման արգելք եղող ոստիկանի պատգամավորներին։